Երբ է։ Ձեր սեփական տանը անտեսանելի եք զգացել։ Նա իր օրերը նվիրում էր կյանքեր փրկելուն, սակայն ամեն գիշեր վերադառնում էր մի լռության, որը ավելի ցավոտ էր, քան աշխատանքի ցանկացած հերթափոխ։ Երբ սերը վերածվում է կասկածի, անգամ տունը դառնում է մարտադաշտ։ Եվ հենց այս իրավիճակում է, որ մի օր ճշմարտությունը որոշում է ավելի բարձր գոռալ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Երանը շնչում է ցերեկը հառաչում գիշերը։ Երկինքը հասնող շենքերի երբեք չքնող փողոցների միջ ամբողջ կյանքեր են հատվում, առանց միմյանց ճանաչելու։ Բետոնի երազանքների այդ անսահմանության մեջ, որտեղ յուրաքանչյուր անկյուն պատմություն է պահում, իսկ յուրաքանչյուր լուսավորված պատուհան դրամա է թաքցնում, ապրում էր Մարիամ Ալավերդյանը, 28-ամյա մի երիտասարդ կին, որի քաղցր ժպիտը թաքցնում էր այն հոգնածությունը, ով աշխարհի բեռը ուսերի վրա էր կրում։ Մարիամը բուժքույր էր։ Ոչ պատահաբար, այլ կոչումով։ Մանուկ հասակից, դեռ Երանի արևելյան թաղամասում, որտեղ նա մեծացել էր իր 3 ավագ եղբայրների հետ, ուրիշների ցավը տեսնում էր բուժել ցանկացողի աչքերով։ Նրա նուրբ, բայց ամուր ձեռքերը բռնել էին անթիվ հիվանդների ձեռքերը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի միջանցքներում, որտեղ նա աշխատում էր 6 տարի։ Այնտեղ, գիշերային հերթապահությունների միջ, որոնք ձգվում էին մինչ լուսադեմ, կրկնակի հերթափոխերի, որոնք կլանում էին հանգստյան օրերը, Մարիամը իմաստ էր գտնում։ Յուրաքանչյուր փրկված կյանք, յուրաքանչյուր ժպիտ, որ կորզվում էր հիվանդանոց արտասվելով եկածից, նորացնում էր նրանում այն վստահությունը, որ նա ճիշտ տեղում է։ Բայց այդ անձրոտ հոկտեմբերյան ուրբաթ օրը, երբ նա քայլում էր հիվանդանոցի միջանցքներով, իր արդեն կլորացած 6-ամսյա հղի փորով, Մարիամը այլ կշիռ էր զգում։ Դա միայն երկար հերթապահությունների ֆիզիկական հոգնածությունը կամ հղիության բնական այտուցը չէր։ Դա ավելի խորը բան էր, որը բնակվում էր կրծքի մեջ, սեղմում էր սիրտը ամեն անգամ, երբ նա մտածում էր տուն վերադառնալու մասին։ Տուն։ Այն բառը, որը պետք է մխիթարություն բերեր, հիմա դատավճիռ էր հնչում։ 2 սենյականոց բնակարանը կենտրոն թաղամասում, որը նա Դավիթը գնել էին միասին 5 տարի առաջ, այդքան զոհողությամբ ուրախությամբ վերածվել էր լուռ թատրոնի բեմի, որտեղ հերոսներն այլևս չէին խոսում միմյանց հետ, այլ պարզապես գոյություն ունեին նույն սենյակներում, առանց միմյանց դիպչելու։ Դավիթ Հարությունյան։ Նրա ամուսինը։ Այն տղամարդը, ում նա անձնապես սիրահարվել էր 22 տարեկանում, երբ դեռ բուժքույրություն էր սովորում, իսկ նա աշխատում էր որպես վաճառքի մենեջեր կենցաղային տեխնիկայի խանութում։ Այն ժամանակ Դավիթը այն ամենն էր, ինչ կարող էր ցանկանալ մի երիտասարդ երազող աղջիկ։ Ուշադիր, աշխատասեր, խիստ, բայց քնքուշ խոսելու ձով, որը Մարիամին ստիպում էր պաշտպանված զգալ։ Նա խոստանում էր ամեն ինչ։ Ասում էր, որ մի օր նրանք կունենան մեծ տուն, բակում վազվզող երեխաներ, արձակուրդներին ճանապարհորդություններ։ Ապագան ներկում էր այնքան վառ գույներով, որ Մարիամը չէր տեսնում այն ստվերները, որոնք արդեն սկսում էին եռալ։ Նրանք ամուսնացան պարզ, բայց հուզիչ արարողությամբ այն թաղամասի եկեղեցում, որտեղ նա մեծացել էր։ Նրա եղբայրները, իհարկե, այնտեղ էին։ Ռուբենը, ավագը, լուրջ հեղինակավոր, իր 38 տարեկանով այն մուգ կապույտ կոստյումով, որը հագնում էր իր շինարարական ընկերության կարևոր հանդիպումներին։ Ֆիլիպը Միչնեկը, իր 35 տարեկանով այն վերլուծական տեսքով, ով թվեր է տեսնում, որտեղ ուրիշները միայն հաշիվներ են տեսնում, արդեն աշխատում էր խոշոր ներդրումային բանկում։ Եվ Լոնը, տղամարդկանցից կրտսերը, 32 տարեկանով, միշտ ժպտերես ժամանակակից, արդեն սկսում էր հաջողության հասնել իր հավելվածների ստարտափով։ Երեքն էլ քրոջը ուղեկցեցին մինչ զոհասեղան, ուրախության անհանգստության այն խառնուրդով, որը միայն ավագ եղբայրները գիտեն ունենալ։ Առաջին տարիները լավ էին։ Դավիթը ուշադիր էր, քրտնաջան աշխատում էր, իսկ Մարիամը իր կարիերան էր կառուցում հիվանդանոցում։ Ապրում էին վարձակալած ավելի փոքր բնակարանում, բայց դա իրենցն էր, իրենց բույնը։ Քիչ-քիչ, ամեն լուման խնայեցին սեփական բնակարանի կանխավճարը տալու համար։ Դա հսկայական ձեռքբերում էր։ Մարիամը հիշում էր երջանկությունը բանալիները ստանալիս, թե ինչպես անցկացրին առաջին հանգստյան օրը, միասին ներկելով պատերը, ծիծաղելով, երբ նա իր դեմքը սպիտակ ներկով կեղտոտեց, իսկ նա լուսանկարեց, որը դեռ պահվում էր նրա հեռախոսում։ Բայց կյանքն ունի այդպիսի բաներ։ Գույները սկսում են խունանալ, երբ մենք ամենաքիչն ենք սպասում։ Դավիթը, ով միշտ հավակնոտ էր, սկսեց հիասթափվել աշխատանքից։ Այն առաջխաղացումները, որոնք նա կարծում էր, որ արժանի է, չէին գալիս։ Հանձնաժողովները նվազեցին։
Նա տուն էր վերադառնում ավելի ուշ, ավելի զայրացած, ավելի հեռու։ Մարիամը փորձում էր հասկանալ, աջակցել, լինել այն հասկացող կինը, որը նա միշտ ցանկացել էր լինել։ Բայց ինչ-որ բան փոխվում էր, նա դա զգում էր նրանից, թե ինչպես էր նա նայում իրեն, կամ ավելի ճիշտ, թե ինչպես այլս չէր նայում։ Դա 1 տարի առաջ էր, երբ ամեն ինչ իսկապես սկսեց փլուզվել։ Դավիթը նոր աշխատանք գտավ, այս անգամ որպես ըմպելիքների առտրային ներկայացուցիչ։ Աշխատավարձն ավելի լավն էր, ասում էին։ Նա սկսեց հաճախել քաղաքի բարեր ռեստորաններ, կապեր հաստատել, պայմանագրեր կնքել։ Եվ հենց այդ վայրերից մեկում, Կոնդում գտնվող Մութ անունով մի բարձրակարգ բարում, նա ծանոթացավ Վերոնիկա Սարգսյանի հետ։ Մարիամը երբեք անձամբ չէր տեսել Վերոնիկային մինչ մի քանի շաբաթ առաջ, երբ պատահաբար անցավ այդ բարի մոտով։ Բայց արդեն լսել էր նրա մասին։ Ընկերուհիները մեկնաբանում էին։ Սոցիալական ցանցերը ցույց էին տալիս։ Վերոնիկան մութ բարի տերն էր, 35-ամյա, շիկահեր, միշտ դիմահարդարված, միշտ հագնված այնպես, կարծես երեկույթի է գնում։ Նրա Instagram-ը լի էր ճանապարհորդությունների, ներմուծված մեքենաների, բացառիկ միջոցառումների լուսանկարներով։ Նա ուներ այնպիսի տեսք, ով հստակ գիտի այն ուժը, որն ունի շրջապատի մարդկանց վրա։ Դավիթը սկսեց նրա անունը հիշատակել տանը։ Սկզբում պատահաբար։ Վերոնիկան դա, Վերոնիկան այն։ Վերոնիկան օգնեց ինձ մեծ պայմանագիր կնքել։ Վերոնիկան քաղաքում բոլորին ճանաչում է։ Մարիամը անվերջանալի հերթապահություններով զբաղված երկար փորձերից հետո հղիանալու փորձեր անելով, սկզբում մեծ ուշադրություն չդարձրեց։ Վստահում էր ամուսնուն։ Կամ ուզում էր վստահել։ Բայց նշաններն անտեսելու համար չափազանց պարզ էին։ Այն հաղորդագրությունները, որոնք նա թաքցնում էր։ Այն հեռախոսազանգերը, որոնք նա պատասխանում էր սենյակից դուրս գալով։ Տուն ավելի ուշ վերադարձները, միշտ պատրաստի արդարացումներով, երկարաձգված հանդիպումների կամ դժվար հաճախորդների մասին։ Եվ հատկապես, այն ձը, թե ինչպես էր նա վերաբերվում իրեն։ Որտեղ նախկինում քնքշություն կար, հիմա սառնություն կար։ Որտեղ նախկինում խոսակցություն կար, հիմա կտրուկ լռություն կար։ Երբ Մարիամը վերջապես հղիացավ, գրեթե 2 տարի փորձելուց հետո, նա կարծեց, որ դա կլինի ամուսնության փրկությունը։ Կարծեց, որ լուրը Դավիթին կարթնացնի, կհիշեցնի, թե ինչ էին իրենք, ինչ էին կառուցել միասին։ Նա հատուկ ընթրիք պատրաստեց, մանրուք մանկական կոշիկ գնեց, դրեց մի փոքրիկ տուփի մեջ տվեց նրան, աչքերը հույսով փայլելով։ Դավիթի արձագանքը սառը ջրի դույլի պես էր։ Նա նայեց տուփին, նայեց Մարիամին, նրա դեմքը ուրախություն չցուցադրեց։ Միայն զարմանք։ Եվ ինչ-որ բան, որ Մարիամը չկարողացավ վերծանել այդ պահին։ Կասկած, թերս։ Կամ նույնիսկ դժգոհություն։ Նա մեխանիկական շնորհավորանք մրմնջաց, արագ ու սառը գրկեց, անմիջապես պատրաստեց մի արդարացում հեռանալու համար։ Կարոր հանդիպում ուներ, ասաց։ Ավելի ուշ կվերադառնա։ Մարիամը մնաց այնտեղ մենակ բնակարանի սենյակում, մատների արանքում պահելով այդ փոքրիկ կոշիկը, զգալով առաջին արցունքները լուր հոսելիս։ Այդ պահին ցավալի մի վստահություն սկսեց ձավորվել նրա սրտում։ Նա կորցնում էր այն տղամարդուն, ում սիրում էր։ Կամ թերս արդեն կորցրել էր շատ վաղուց, հիմա նոր էր գիտակցում։ Հաջորդ ամիսները շփոթված զգացմունքների մրրիկ էին։ Հղիությունը զարգանում էր, դրա հետ միասին աճում էին նա պատասխանատվությունները, հոգնածությունը։ Մարիամը շարունակում էր աշխատել, որովհետև պետք էր, բայց յուրաքանչյուր հերթապահություն ավելի դժվար էր, քան նախորդը։ Նրա ոտքերը այտուցվում էին, մեջքը ցավում էր, քանդվող ամուսնության հուզական հոգնածությունն ավելի շատ էր ծանրություն, քան ցանկացած ֆիզիկական ախտանիշ։ Դավիթն ավելի ու ավելի էր բացակայում։ Ուշ էր գալիս, երբ գալիս էր։ Հազիվ էր նայում նրան։ Հազիվ էր հարցնում երեխայի մասին։ Եվ հետո եկան մեղադրանքները։ Մի գիշեր, այդ անձրոտ ուրբաթից մոտ 3 շաբաթ առաջ, Դավիթը տուն եկավ ուշ գիշերով, այնպիսի հայացքով, որը Մարիամը երբեք չէր տեսել։ Դա զայրույթի, անվստահության գրեթե հաղթանակի խառնուրդ էր։ Նա մեքենայի բանալին ուժով շպրտեց սենյակի սեղանին, հայացքը հառեց կնոջը, ով նստած էր բազմոցին, ձեռքերը փորի վրա։ Մենք պետք է խոսենք, նա ասաց կոշտ ձայնով։ Մարիամը զգաց, որ սիրտը արագանում է։ Իհարկե, ինչի մասին, նա պատասխանեց, փորձելով հանգիստ մնալ։ Այդ երեխայի մասին, Դավիթը թքեց բառերը, կարծես թույն լինեին։
Համոզված ես, որ իմն է։ Աշխարհը կանգ առավ։ Մարիամը զգաց, կարծես բռունցքով հարվածել էին փորին։ Ինչ։ Նա հազիվ կարողացավ ձավորել հարցը։ Դու ինձ լսեցիր, նա շարունակեց, քայլելով սենյակում։ Դու աշխատում ես այդ հիվանդանոցում, որը լի է բժիշկներով, միշտ գիշերային հերթապահություններ ես անում, տուն ես գալիս չափազանց հոգնած, ինձ հետ խոսելու համար, հիմա հղի ես հայտնվում ու սպասում ես, որ ես հավատամ, որ դա իմ երեխան է։ Արցունքներն ակնթարթորեն եկան։ Մարիամը դժվարությամբ բարձրացավ բազմոցից, ծանր փորով, դողացող ոտքերով։ Դավիթ, ինչպես կարող ես դա ասել։ Ինչպես ես համարձակվում այդպիսի բան մտածել իմ մասին։ Բայց Դավիթը չնահանջեց։ Հաջորդ օրերին մեղադրանքները մշտական դարձան։ Նա ամեն ինչ կասկածի տակ էր դնում։ Հարցնում էր, թե ում հետ է աշխատում, ովքեր են իր գործընկերները, արդյոք նա ինչ-որ բան ունի, որ է բժշկի հետ։ Մարիամը հերքում էր, լացում էր, աղաչում էր, որ նա հավատա իրեն, բայց դա նման էր պատի հետ խոսելուն։ Այն, ինչ նա չգիտեր, չէր կարող պատկերացնել այդ պահին, այն էր, որ այդ գաղափարները իրենը չէին։ Դրանք տնկված էին խնամքով մշակված Վերոնիկայի կողմից, ով Մարիամի մեջ տեսնում էր խոչընդոտ իր սեփական ծրագրերի համար։ Վերոնիկան հավակնություններ ուներ։ Նա Դավիթին ուզում էր իր համար, ուզում էր վերահսկել նրան, ձավորել նրան, օգտագործել նրան որպես մեկ կտոր իր ուժի արտաքինի խաղում։ Եվ դրա համար նրան պետք էր ոչնչացնել հավատարիմ կնոջ կերպարը, նրան վերածել չարագործի իր ամուսնու մտքում։ Վերոնիկան դրա վարպետն էր։ Բարուն պատահական հանդիպումների ժամանակ, անկեղծ թվացող զրույցներում, նա թունավոր արտահայտություններ էր արձակում, քողարկված որպես անհանգստություն։ Դավիթ, երբե նկատել ես, թե ինչպես է քո կինը հեռու մնում։ Արդյոք նա դեռ սիրում է քեզ։ Համոզված ես այդ երեխայի մասին, չէ՞։ Որովհետև շատ պատահական կլիներ, որ դուք այդքան ժամանակ փորձեիք, հանկարծ նա հենց հիմա հղիանար, չես կարծում։ Եվ Դավիթը, հիասթափված իր կյանքից, անվստահ իր կարողությունների մեջ, կորած իր սեփական թուլությունների մեջ, կլանում էր յուրաքանչյուր բառ, կարծես բացարձակ ճշմարտություն լիներ։ Ավելի հեշտ էր հավատալ, որ մեղքը Մարիամինն է, քան դիմակայել իր սեփական դերին։ Այդ անձրոտ ուրբաթ օրը Մարիամը ավարտում էր իր հերթապահությունը հիվանդանոցում, երբ այլ ցավ զգաց։ Ոչ լուրջ բան, պարզապես անհանգստություն, որը ստիպեց նրան փնտրել բժշկուհի Հելենային, հիվանդանոցի մանկաբարձին իր ընկերուհուն։ Մարի, դու պետք է ավելի շատ հանգստանաս, Հելենան ասաց, նրան զննելուց հետո։ Երեխան լավ է, բայց դու հոգնած ես։ Քո մարմինը օգնություն է խնդրում։ Գիտեմ, Հելենա, Մարիամը պատասխանեց հոգնած ժպիտով։ Բայց ես պետք է աշխատեմ։ Պետք է նա քեզ խնամես, բժշկուհին պատասխանեց ամուր, բայց քնքուշ ձայնով։ Եվ լուծես այն, ինչ քեզ ներսից կլանում է։ Ես ոչ միայն քո բժիշկն եմ, այլ քո ընկերուհին։ Ես քո դեմքին տեսնում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Մարիամը ուզեց պատմել։ Ուզեց սիրտը բացել թափել այն ամբողջ ցավը, որը կրում էր։ Բայց ամոթն ավելի մեծ էր։ Ինչպես խոստովանել, որ իր ամուսնությունը փլուզվում է։ Ինչպես ասել, որ իր երեխայի հայրը մեղադրում է իրեն դավաճանության մեջ, առանց որևէ ապացույցի, առանց որևէ իրական պատճառի։ Ինչպես բացահայտել իր սեփական վերքը։ Ամեն ինչ լավ է, նա ստեց։ Պարզապես հոգնածություն։ Հելենան չհավատաց, բայց հարգեց։ Պարզապես բռնեց ընկերուհու ձեռքը ասաց. Երբ ուզենաս խոսել, ես այստեղ եմ։ Մարիամը հիվանդանոցից դուրս եկավ երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Երանի վրա թափվող մանր անձրը թրջում էր նրա դեմքը, մինչ նա ավտոբուս էր սպասում։ Պայուսակում պահում էր ուլտրաձայնային հետազոտության վերջին պատկերներով ծրարը։ Մտածել էր ցույց տալ Դավիթին, փորձել մեկ անգամ հասնել նրան, ստիպել, որ նա տեսնի աճող երեխային, որը իրենն էր, որը իրենցն էր։ Տուն հասավ գրեթե ժամը 9-ին։ Բնակարանը մութ էր, բացի հյուրասենյակի լույսից։ Դավիթը նստած էր բազմոցին, բայց մենակ չէր։ Սեղանին կիսադատարկ շիշ կար։ Նա նայեց Մարիամին այն հայացքով, որը նա արդեն ճանաչում էր վախենում էր։ Կռիվ փնտրողի հայացքով։ Ուշ եկար, նա ասաց։ Հերթապահություն ունեի, դու դա գիտես, նա պատասխանեց հոգնած, հանելով թաց բաճկոնը։ Գիտեմ, հերթապահություն, նա կրկնեց սարկազմով։ Ում հետ էիր իրականում, Մարիամ։ Դավիթ, խնդրում եմ, մի սկսիր։ Նա փորձեց գնալ դեպի ննջասենյակ, բայց Դավիթը բարձրացավ։
Մի սկսիր։ Ես ոչինչ չեմ սկսում։ Դու սկսեցիր։ Վեճն արագ սրվեց։ Մարիամը փորձեց ցույց տալ ուլտրաձայնային պատկերները, փորձեց խոսել երեխայի մասին, փորձեց խաղաղություն խնդրել։ Բայց Դավիթը տարբեր էր այդ գիշեր։ Բառերն ավելի սուր էին, ժեստերն ավելի կոպիտ։ Նա մեղադրանքներ էր բղավում, նա լացում էր, հերքելով։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Զայրույթի պահին Դավիթը չափազանց մոտեցավ, չափազանց ուժով շարժվեց, Մարիամը, փորձելով հեռանալ, սայթաքեց սենյակի գորգի վրա։ Անկումը դանդաղացված շարժումով էր։ Նա հիշում էր, թե ինչպես էր փորձում փորը պաշտպանել ձեռքերով, լսում էր իր սեփական ճիչը, զգում էր հատակի ուժեղ հարվածը մարմնին։ Եվ հետո, միայն անգիտակցության մութ դատարկությունը։ Այն, ինչ նա չտեսավ, Դավիթն էր, ով ցնցված քարացավ։ Այն, ինչ նա չլսեց, կողքի բնակարանի հարանն էր, պարոն Հովհաննեսը, 70-ամյա թոշակառու, ով շտապօգնություն էր կանչել պատի միջով։ Լսելով ճիչերն ու անկման ձայնը։ Այն, ինչ նա չզգաց, այն էր, որ իրեն տանում էին նույն հիվանդանոց, որտեղ ինքն էր աշխատում, այս անգամ որպես հիվանդ, ոչ թե խնամող։ Երբ Մարիամը նորից բացեց աչքերը, մի քանի վայրկյան չգիտեր, թե որտեղ է։ Սպիտակ առաստաղը, ախտահանիչի հոտը, մոնիտորների մշտական ձայնը։ Այնուհետ հիշողությունը վերադարձավ որպես բուռն ալիք, նրա ձեռքն ինքնաբերաբար գնաց դեպի փորը։ Երեխան։ Իր որդին։ Հանգիստ, Մարի, հանգիստ։ Դա Հելենայի ձայնն էր։ Երեխան լավ է։ Դու լավ ես։ Դա վախ էր, բայց դուք երկուստ էլ լավ եք։ Արցունքներն ուժգնորեն եկան։ Մարիամը լացեց թեթացումից, վախից, ամոթից, ցավից։ Հելենան ամուր բռնեց նրա ձեռքը այդ պահին հարցեր չտվեց։ Պարզապես մնաց այնտեղ, առաջարկելով ընկերական ներկայության լուռ մխիթարանքը։ Բայց լուրն արդեն դուրս էր եկել այդ սենյակից։ Արդեն անցել էր միջանցքներով, դուրս եկել հիվանդանոցից, հեռախոսազանգերով հասել երկրի տարբեր վայրերում գտնվող 3 տղամարդկանց ականջներին։ Ռուբենը Ստեփանակերտում էր, նոր ձեռնարկության գործը փակելիս։ Ֆիլիպը Գյումրիում էր, ներդրումային համաժողովում։ Լոնը Վանաձորում էր, այցելելով իր ստարտափի հնարավոր ներդրողի։ Երեքն էլ զանգը ստացան գրեթե միաժամանակ։ Դա տիկին Կարինեն էր, իրենց Մարիամի մայրը, նույնը, ով 4 երեխաներին մենակ էր մեծացրել այն բանից հետո, երբ հայրը մահացել էր, երբ Մարիամը դեռ երեխա էր։ Մոր ձայնը դողում էր հեռախոսով։ Ձեր քույրը հիվանդանոցում է։ Նա ընկել է։ Հղի է։ Դուք պետք է գաք։ Ավելորդ խոսքեր պետք չէին։ Ռուբենը չեղարկեց հաջորդ առավոտվա իր հանդիպումը, տոմս գնեց առաջին թռիչքի համար։ Ֆիլիպը նույնն արեց։ Լոնը վերցրեց մեքենան, ամբողջ գիշեր վարեց։ Երբ շաբաթ օրը արը ծագեց, երեքն էլ արդեն երան էին գնում, յուրաքանչյուրը սրտում սեղմված նրանց մեջ աճող մի վստահությունով։ Ինչ-որ բան շատ սխալ էր իրենց կրտսեր քրոջ կյանքում, իրենք դա բաց էին թողել։ Որովհետև վերջին ամիսներին Մարիամը հեռացել էր։ Զանգերն ավելի հազվադեպ էին դարձել, մոր տուն այցելություններն ավելի քիչ էին, երբ նրանք հարցնում էին, թե ինչպես է, նա միշտ պատասխանում էր նույն ամեն ինչ լավ է, ով, ուղեկցված ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նրանք, զբաղված իրենց սեփական կյանքով, իրենց գործերով, իրենց խնդիրներով, չէին պնդել։ Վստահել էին, որ քույրը կփնտրի իրենց, եթե կարիք լինի։ Հիմա նրանք գիտակցում էին սխալը։ Այդ շաբաթ առավոտյան, երբ 3 եղբայրները մտան հիվանդանոցի այն սենյակը, որտեղ Մարիամը պառկած էր, նրա աշխարհը փոխվեց։ Ոչ թե իրենց ներկայությամբ, այլ նրանով, ինչ այդ ներկայությունը ներկայացնում էր։ Նա այլս մենակ չէր։ Նա պաշտպանություն ուներ, աջակցություն ուներ, ուժ ուներ, իրենից մեծ։ Մարիամը տեսավ նրանց, փլուզվեց։ Լացեց, ինչպես ամիսներ շարունակ չէր լացել։ Եվ այնտեղ, հիվանդանոցի այն սենյակում, որը նա այդքան լավ էր ճանաչում, բայց հիմա տեսնում էր լիովին այլ տեսանկյունից, նա ամեն ինչ պատմեց։ Մեղադրանքները, սառնությունը, հեռավորությունը, այն կինը, ով մանիպուլացնում էր իր ամուսնուն, փլուզվող ամուսնությունը, այն մենակությունը, որը կլանում էր իրեն։ 3 եղբայրները լուռ լսում էին։ Ռուբենը բռունցքները սեղմում էր, Ֆիլիպը մտովի նշում էր յուրաքանչյուր մանրուք իր վերլուծական մտքով, Լոնը արցունքներ ուներ աչքերում։ Երբ նա ավարտեց, մի ծանր լռություն տիրեց։ Այնուհետ Ռուբենը, միշտ առաջնորդը, խոսեց ցածր, բայց ամուր ձայնով, որը կասկածի տեղ չէր թողնում։
Սա հիմա ավարտվում է։ Եվ այսպես սկսվեց նոր փուլ։ Մի փուլ, որում Մարիամն այլս մենակ չէր պայքարի։ Մի փուլ, որում տախտակի կտորները սկսելու էին շարժվել լիովին այլ կերպ։ Մի փուլ, որում Դավիթը Վերոնիկան կբացահայտեին, որ սխալ մարդու հետ են շփվել։ Որովհետև Մարիամը ոչ միայն քաղցր ու նվիրված բուժքույր էր։ Նա երեք տղամարդկանց քույրն էր, ովքեր երկինք ու երկիր կշրջեին իր համար։ Եվ այս պատմությունը նոր էր սկսվում։ Դավիթ Հարությունյանը երբեք չէր պատկերացնի, որ իր կյանքը կհասներ այս կետին։ Շաբաթ առավոտյան հիվանդանոցի միջանցքի աթոռին նստած, դողացող ձեռքերով գունատ դեմքով, նա փորձում էր մարսել այն, ինչ տեղի էր ունեցել նախորդ գիշեր։ Մարիամի ընկնելու պատկերը, նրա մարմնի հատակին հարվածելու ձայնը, դրանից հետո եկած սարսափելի լռությունը։ Այս ամենը կրկնվում էր նրա մտքում որպես սարսափ ֆիլմ, որը նա չէր կարող անջատել։ Նա զանգել էր շտապօգնություն, այո։ Այն բանից հետո, երբ սկզբնական ցնցումն անցավ, նա գիտակցեց իրավիճակի լրջությունը։ Բայց երբ շտապօգնությունը ժամանեց տարավ Մարիամին, երբ շտապօգնության աշխատակիցները նայեցին նրան մասնագիտականության լուր դատողության խառնուրդով, Դավիթն առաջին անգամ զգաց իր գործողությունների իրական ծանրությունը։ Ոչ միայն այդ գիշերվա, այլ բոլոր նախորդ ամիսների։ Հիմա նա լուրերի էր սպասում։ Բժիշկները տեղեկացրել էին նրան, որ Մարիամը երեխան կայուն են, բայց պետք է նրան դիտարկման տակ պահել։ Դավիթը փորձեց մտնել սենյակ, բայց մի բուժքույր, Մարիամի գործընկերը, ում նա մշուշոտ ճանաչում էր հիվանդանոցի որևէ ամանորյա երեկույթից, արգելափակեց նրա ճանապարհը սառը հայացքով։ Նա պետք է հանգստանա, բուժքույրն ասաց այն ձայնով, որը չէր թաքցնում իր հակակրանքը։ Եվ անկեղծ ասած, պարոն Հարությունյան, կարծում եմ, որ ավելի լավ է դուք տուն գնաք։ Դավիթը ուզեց վիճել, ասել, որ ինքն ամուսինն է, որ իրավունք ունի տեսնելու իր կնոջը։ Բայց բառերը մահացան նրա կոկորդում։ Նա գիտեր, խորքում, որ արժանի չէր այնտեղ լինել։ Այնուհետ նա դուրս եկավ հիվանդանոցից ու սերը կորացրած վերադարձավ դատարկ բնակարան, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Այն, ինչ Դավիթը չգիտեր, այն էր, որ իր հեռախոսազանգն առաջինը չէր եղել։ Պարոն Հովհաննեսը, կողքի թոշակառու Հարանը, ով միշտ քնքուշ ժպիտով էր ողջունում Մարիամին, երբ նրան տեսնում էր միջանցքում, շտապօգնություն էր կանչել անկումը լսելուց վայրկյաններ անց։ Եվ ի տարբերություն Դավիթի, ով մանրամասները բաց էր թողել, պարոն Հովհաննեսը ամեն ինչ պատմել էր։ Ճիչերը, վեճը, բարձր ձայնը, որը կռվի էր նման։ Այս տեղեկատվությունն արդեն գրանցված էր արձանագրության մեջ, սպասելով, որ ճիշտ մարդիկ կբացահայտեն։ Մինչ Դավիթը խորանում էր իր սեփական տանջանքի մեջ լուր բնակարանում, մեկ ուրիշ մարդ չէր կարողանում քնել այդ գիշեր։ Վերոնիկա Սարգսյանը իր շքեղ բնակարանում էր, Արաբկիր թաղամասում, պառկած իր մեծ մահճակալին, հարկադրաբար ստուգելով հեռախոսը։ Դավիթը նրան զանգել էր ավելի վաղ, մինչ հիվանդանոց գնալը, պատմելով, թե ինչ էր պատահել հուսահատ ձայնով։ Եվ Վերոնիկան, Մարիամի նկատմամբ անկեղծ անհանգստություն ցուցաբերելու փոխարեն, դրանում հնարավորություն տեսավ։ Նա միշտ գիտեր, որ Դավիթը թույլ է։ Առաջին իսկ օրվանից, երբ նա մտավ մութ բար, որպես ըմպելիքների ներկայացուցիչ, նա նրանում հայտնաբերեց հենց այն, ինչ փնտրում էր։ Գեղեցիկ տղամարդ, դժգոհ իր կյանքից, վիրավորված էգոյով հեշտ մանիպուլացվող։ Դավիթի նման տղամարդիկ նրա սիրելի տեսակն էին։ Նրանք կանխատեսելի էին։ Բավական էր սնուցել նրանց անապահովությունները, ստիպել նրանց իր ներկայությամբ իրենց հատուկ զգալ, շուտով նրանք կուտեին նրա ձեռքի ափից։ Վերոնիկայի ծրագիրը պարզ էր, բայց արդյունավետ։ Նախ, բաժանել Դավիթին Մարիամից։ Այնուհետ նրան մոտ պահել որպես մեկ օգտակար կտոր իր կապերի արտաքինի ցանցում։ Վերոնիկան մարդկանց հավաքում էր, ինչպես զարդեր։ Մի գործարար այստեղ, մի փաստաբան այնտեղ, մի արտրային ներկայացուցիչ այնտեղ։ Բոլորը ծառայում էին նրա նպատակներին, բոլորը կարծում էին, որ իրենք հատուկ են նրա համար, բոլորը դեն էին նետվում, երբ այլս օգտակար չէին։ Բայց Մարիամն ավելի մեծ խոչընդոտ էր, քան նա սպասում էր։ Նվիրված բուժքույրը, հղի, այդքան գրգռիչ բարության տեսքով, ավելի դժվար էր հեռացնել հավասարումից։ Դավիթը նրա մասին խոսում էր զայրույթի մեղքի խառնուրդով, որը Վերոնիկային պետք էր վերածել միայն զայրույթի։ Այդ իսկ պատճառով էին մշտական սուտը, թունավոր ակնարկները, նրա գլխում տնկված կասկածները երեխայի հայրության մասին։ Հիմա, երբ Մարիամը հիվանդանոցում էր, Վերոնիկան տեսնում էր վերջնական հարվածը հասցնելու կատարյալ հնարավորությունը։ Նա արդեն մտքում ուներ մի ծրագիր։
Մի շարք փաստաթղթեր, որոնք նրա բար հաճախող մի փաստաբան պատահաբար հիշատակել էր բարդ ամուսնալուծությունների մասին զրույցում։ Փաստաթղթեր, որոնք, եթե ստորագրվեին ճիշտ մարդու կողմից ճիշտ պահին, կարող էին ամբողջովին փոխել խաղը։ Բայց Վերոնիկան համբերատար էր։ Նա գիտեր, որ ժամանակը ամեն ինչ էր։ Այնուհետ նա պահեց իր ծրագրերը, սպասեց, մինչ Դավիթին ռազմավարական հաղորդագրություններ էր ուղարկում։ Հաղորդագրություններ, որոնք ստիպում էին նրան զգալ աջակցված, հասկացված, բայց նա ավելի շփոթված մեղավոր։ Մինչդեռ հիվանդանոցում շաբաթ առավոտը բերեց 3 հեղինակավոր կերպարներ, որոնք լիովին փոխեցին այն սենյակի մթնոլորտը, որտեղ Մարիամը պառկած էր։ Ռուբեն Ալավերդյանը 38 տարեկանում այնպիսի տղամարդ էր, ով ուշադրություն էր գրավում, երբ մտնում էր սենյակ։ Բարձրահասակ, լայն ուսերով, միշտ էլեգանտ հագնված, նույնիսկ պատահական իրավիճակներում, նա կայսրություն էր կառուցել Երանի անշարժ գույքի շուկայում։ Նրա ընկերությունը, Ալավերդյան շինարարություն, պատասխանատու էր քաղաքի ամենացանկալի շքեղ համալիրներից մի քանիսի համար։ Բայց անողոք գործարարի համբավի հետում կանգնած էր մի ավագ եղբայր, ով դեռ Մարիամին տեսնում էր որպես հյուսերով փոքրիկ աղջիկ, ում նա պաշտպանում էր դպրոցի բակում։ Ֆիլիպ Ալավերդյանը 35 տարեկանում ընտանիքի վերլուծական ուղեղն էր։ Ավարտել էր ԵՓ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, ունենալով ֆինանսների ՄԲ, աշխատում էր որպես ներդրումների տնօրեն երկրի խոշորագույն մասնավոր բանկերից մեկում։ Մարդկանց իրավիճակները կարդալու նրա ունակությունը գրեթե գերբնական էր։ Նա թվեր էր տեսնում, որտեղ ուրիշները միայն խոսակցություններ էին տեսնում, օրինաչափություններ էր հայտնաբերում, որտեղ ուրիշները միայն պատահականություններ էին տեսնում։ Եվ այդ պահին, երբ լսում էր քրոջը արցունքների միջից պատմելիս իր պատմությունը, Ֆիլիպն արդեն հավաքում էր իրադարձությունների մտավոր գլուխկոտրուկը։ Լոն Ալավերդյանը 32 տարեկանում տղամարդկանցից ամենաերիտասարդն էր, տարիքով ամենամոտը Մարիամին։ Ստեղծագործ, տեխնիկապես հմուտ, միշտ կապի մեջ, նա հիմնել էր հավելվածների ստարտափ, որն արդեն միլիոններ արժեր։ Նա իմպուլսիվ էր, որտեղ Ռուբենը հաշվարկող էր, նա զգացմունքային էր, որտեղ Ֆիլիպը ռացիոնալ էր։ Եվ այդ պահին, տեսնելով քրոջ ձեռքի վրա հայտնվող կապտուկները, որտեղ նա փորձել էր պաշտպանվել ընկնելիս, Լոնը զայրույթ էր զգում, որը հազիվ էր կարողանում զսպել։ «Մարի, ինչու մեզ չպատմեցիր»։ Լոնը հարցրեց խեղդված ձայնով, բռնելով նրա ձեռքը։ Մարիամը սրբեց արցունքները Հելենայի թողած թաշկինակով։ «Ամաչում էի։ Դուք բոլորը ձեր կյանքերը կարգավորել եք, ձեր հաջողությունները, իսկ ես նույնիսկ չկարողացա իմ ամուսնությունը պահել»։ Դա քո մեղքը չէ, Ռուբենն ասաց ամուր, բայց նրա սովորաբար այդքան կոշտ աչքերում անսովոր քնքշություն կար։ Այս ամենը քո մեղքը չէ, Մարի։ Ֆիլիպը, ով մինչ այդ լուռ էր մնացել, պարզապես լսելով վերլուծելով, վերջապես խոսեց։ Մարի, այդ Դավիթը, նա քեզ սպառնում էր։ Քեզ արգելում էր ինչ-որ բան անել։ Վերահսկում էր քո փողերը։ Մարիամը գլուխը թափահարեց։ Ոչ այնքան։ Նա պարզապես փոխվեց։ Եվ այդ կինը, Վերոնիկան, ես գիտեմ, որ նա է նրա գլխում այդ գաղափարները տնկում։ Ավելին պատմիր նրա մասին, Ֆիլիպը խնդրեց, Մարիամը հասկացավ, որ նա արդեն հետաքննության ռեժիմում է։ Նա պատմեց այն, ինչ գիտեր։ Բարը, շքեղությամբ լի Ինստագրամը, թունավոր մեկնաբանությունները, որոնք Դավիթը երբեմն բաց էր թողնում, մեջբերելով իր ասածները։ Թե ինչպես Վերոնիկան ակնհայտորեն գիտեր նրանց կյանքի մանրամասները, որոնք միայն Դավիթը կարող էր պատմել։ Մինչ Մարիամը խոսում էր, Լոնն արդեն հեռախոսը ձեռքին էր, սոցիալական ցանցերում Վերոնիկայի էջը փնտրելիս։ Հեշտությամբ գտավ։ Մուտք բարի Ինստագրամն ուներ ավելի քան 50,000 հետորդ, Վերոնիկայի անձնական էջը այնտեղ էր, հանրային, ցուցադրելով շքեղ կյանք, որը Լոնն թվային բիզնեսի համար իր մարզված աչքով անմիջապես նույնականացրեց որպես չափազանցված, լիովին ճշմարիտ լինելու համար։ Այս կինը այն չէ, ինչ թվում է, Լոնը մրմնջաց, լուսանկարները թերթելիս։ Նայիր, Ռուբեն։ Այս լուսանկարը Սանա լճի վրա գտնվող զբոսանավի վրա է, բայց զբոսանավը նրանը չէ։ Ես ճանաչում եմ տիրոջը, դա Մարտին Անդրեասյանն է, տեքստիլ արդյունաբերության այն գործարարը, ով անցյալ տարի խնդիրներ ուներ արդարադատության հետ։ Ռուբենը մոտեցավ տեսնելու։ Շարունակիր, նա ասաց։ Եվ այստեղ, Լոնը մատնացույց արեց մեկ այլ լուսանկար, այս բեմոն նույնպես նրանը չէ։ Նայեք այստեղ, հետի խանութի ապակու վրա արտացոլված համարանիշին։ Դա շքեղ մեքենաների վարձույթի համարանիշը։
Այս կինը կերպար է կառուցում, որը լիովին չի համապատասխանում իրականությանը։ Ուրեմն նա խաբեբա է, Ռուբենը եզրակացրեց։ Ոչ պարտադիր, Ֆիլիպը մտածեց։ Բայց նա մեկն է, ով կերպար է վաճառում որոշակի տեսակի մարդկանց գրավելու համար։ Եվ մեր փեսան կարծես թե ուղղակիորեն ընկել է ցանցը։ Երեք եղբայրները հայացքներ փոխանակեցին։ Նրանց պետք չէր խոսել, հասկանալու համար, թե ինչ էր մտածում յուրաքանչյուրը։ Նրանք պաշտպանելու էին Մարիամին։ Ինչ գնով էլ լինի։ Հելենան այդ պահին մտավ սենյակ, ստուգելու Մարիամի կենսական նշանները։ Նա եղբայրներին տեսքով ճանաչում էր այն մի քանի անգամներից, երբ նրանք հայտնվել էին հիվանդանոցում քրոջը տանելու համար։ Նա նրանց ողջունեց մասնագիտականությամբ, բայց երբ Ռուբենը խնդրեց նրա հետ առանձին խոսել, նա համաձայնեց։ Միջանցքում, սենյակից հեռու, Ռուբենը անմիջապես անցավ բուն խնդրին։ Բժշկուհի, իմ քրոջ ընկերուհու բժշկի կարգավիճակով, ես պետք է իմանամ։ Այս անկումը պատահական էր։ Հելենան խորը շունչ քաշեց։ Նա բժշկական գաղտնիք պահելու պարտականություն ուներ, բայց նա բարոյական պարտականություն ուներ։ Եվ նա Մարիամին բավականաչափ ճանաչում էր, իմանալու համար, որ ընկերուհուն օգնություն էր պետք։ Պարոն Ալավերդյան, այն ինչ կարող եմ ասել, այն է, որ ձեր քույրը այստեղ է հասել ծայրահեղ սթրեսի, հոգնածության, այո, անկման հետանքով առաջացած վնասվածքների նշաններով։ Երեխան լավ է, փառք Աստծո, բայց նա հանգստի կարիք ունի, ամենակարևորը, խաղաղության կարիք ունի։ Այնպիսի խաղաղության, որը նա ակնհայտորեն չունի տանը։ Ռուբենը հասկացավ։ Ուղերձը։ Շնորհակալություն, բժշկուհի։ Նա կունենա այդ խաղաղությունը։ Երաշխավորում եմ։ Մինչդեռ Դավիթը վերջապես քաջություն հավաքեց, վերադառնալու հիվանդանոց։ Նա ժամանեց կեսօրի սահմաններում ամենամոտ շուկայից գնված ծաղկեփնջով ներողություն խնդրելու ելույթի մտավոր փորձով, որը մտադիր էր անել։ Բայց երբ հասավ Մարիամի սենյակ տանող միջանցքին, նա բախվեց երեք տղամարդկանց հետ, ում նա ճանաչում էր միայն լուսանկարներից 5 տարի առաջվա հարսանիքից։ Եղբայրները։ Դավիթը զգաց, որ ստամոքսը կծկվում է։ Ռուբենն առաջինը նկատեց նրա ներկայությունը։ Գործարարը բարձրացավ աթոռից, որտեղ սպասում էր, չափված քայլերով գնաց դեպի Դավիթը։ Ֆիլիպը Լոնը հետեցին նրան, միջանցքում մարդկային պատնեշ կազմելով։ Դավիթ, Ռուբենը կոչեց նրա անունը վերահսկվող, բայց սառը ձայնով։ Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք։ Ես պարզապես եկել էի տեսնելու, թե ինչպես է Մարիամը, Դավիթը փորձեց ձայնը կայուն պահել, բայց այն դողդողաց։ Նա ապաքինվում է, Ֆիլիպը պատասխանեց։ Այն անկումից, որը տեղի ունեցավ ամուսնու ներկայությամբ։ Հետաքրքիր է, չէ՞։ Դա պատահար էր, Դավիթը պաշտպանվեց։ Ես երբեք նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Երբեք ինչ։ Լոնը մի քայլ առաջ արեց։ Երբեք ձեռք չէիք բարձրացնի նրա վրա։ Երբեք չէիք ստիպի նրան վտանգ զգալ իր սեփական տանը։ Երբեք դաժան կասկածներ չէիք տնկի իր սեփական երեխայի հայրության մասին։ Դավիթը գունատվեց։ Ինչպես էին նրանք այդ ամենը գիտեին։ Նա մեզ ամեն ինչ պատմեց, Ռուբենն ասաց, կարծես կարդում էր նրա մտքերը։ Յուրաքանչյուր անարդար մեղադրանք, յուրաքանչյուր սառնություն, յուրաքանչյուր պահ, երբ դու ընտրեցիր հավատալ անծանոթուհու ստերին, փոխարենը վստահելու այն կնոջը, ով միշտ քեզ աջակցել է։ Դուք չեք հասկանում, Դավիթը փորձեց վիճել, ձայնը բարձրացնելով։ Դուք չգիտեք, թե ինչպես էր, ես աշխատանքում ճնշման տակ էի, ես։ Աշխատանքում ճնշումը չի արդարացնում ամուսնության քանդելը, Ֆիլիպը կտրեց այն ճշգրտությամբ, ով սովոր է թույլ փաստարկներ զինաթափել բիզնես հանդիպումներում։ Մասնագիտական հիասթափությունը չի արդարացնում հղի կնոջ հավատարմության մասին կասկածներ տնկելը։ Ոչինչ չի արդարացնում այն, ինչ դու արեցիր։ Իսկ այդ Վերոնիկայի մասին Լոնն ավելացրեց, մենք արդեն շատ ենք հետազոտել նրա մասին։ Մենք գիտենք, թե ինչպիսի մարդ է նա։ Եվ մենք գիտենք, որ դու մանիպուլացվել ես։ Բայց մանիպուլացվելը քեզ չի ազատում պատասխանատվությունից, Դավիթ։ Դու ընտրեցիր հավատալ նրան։ Դու ընտրեցիր կասկածել Մարիամին։ Դավիթը այնքան ուժեղ էր բռնել ծաղկեփունջը, որ նրա մատները սպիտակել էին։ Ես ուզում եմ տեսնել իմ կնոջը։ Ոչ, Ռուբենն ամուր էր։ Ոչ այսօր։ Նա հանգստի կարիք ունի։ Պետք է ապաքինվի։ Եվ քեզնից հեռու տարածքի կարիք ունի։
Դուք չեք կարող ինձ արգելել տեսնել իմ կնոջը, Դավիթը փորձեց հեղինակավոր հնչել, բայց դուրս եկավ միայն հուսահատ։ Մենք չենք կարող, Ռուբենը համաձայնեց։ Բայց Մարիամը կարող է։ Եվ նա հստակ հայտարարել է, որ հիմա չի ուզում քեզ տեսնել։ Այնպես որ, առաջարկում եմ հարգել դա գնալ։ Դավիթը նայեց երեք եղբայրներին։ Նա վճռականություն տեսավ Ռուբենի աչքերում, սառը վերլուծություն Ֆիլիպի աչքերում, մաքուր զսպված զայրույթ Լոնի աչքերում։ Նա հասկացավ, որ այնտեղ բանակցությունների տեղ չկար։ Այնուհետ, պարտված, ծաղիկները դրեց միջանցքի աթոռին, հեռացավ։ Հիվանդանոցից դուրս գալիս Դավիթը վերցրեց հեռախոսը, գրեթե բնազդաբար, զանգահարեց Վերոնիկային։ Նա պատասխանեց երկրորդ զանգից, նրա ձայնը նուրբ ու ջերմ էր հեռախոսի մյուս կողմից։ Դավիթ, սեր իմ, ինչպե՞ս ես։ Եվ այդ բառը, սեր, ժամանակավոր բալասան էր նրա վիրավորված էգոյի համար։ Նա սկսեց պատմել Մարիամի եղբայրների հետ հանդիպման մասին, թե ինչպես էին նրանք արգելել իրեն տեսնել կնոջը, թե ինչպես էր ինքն իրեն հարձակման ենթարկված զգում։ Վերոնիկան ուշադրությամբ լսում էր ամեն ինչ, ճիշտ պահերին ճիշտ հնչյուններ արձակելով, երբ նա ավարտեց, Վերոնիկան դրամատիկորեն հառաչեց. Դավիթ, ես արդեն ասել եմ քեզ, նրա այդ ընտանիքը միշտ կարծել է, որ դու բավականաչափ լավը չես նրա համար։ Նրանք օգտագործում են այս իրավիճակը, քեզ հեռացնելու համար։ Դու պետք է պաշտպանես քեզ։ Ինչպես պաշտպանեմ ինձ։ Դավիթը հարցրեց, խոցելիորեն։ Իրավաբանորեն, սիրելիս։ Դու պետք է ապահովես քո իրավունքները։ Բնակարանի, երեխայի, ամեն ինչի մասին։ Որովհետև եթե դա չանես, նրանք ամեն ինչ կխլեն քեզնից։ Բայց երեխան դեռ չի ծնվել, Դավիթը թույլ փաստարկեց։ Հենց այդպես, Վերոնիկան օգտագործեց իր ամենահամոզիչ տոնը։ Եվ երբ ծնվի, եթե հիմա չես փաստաթղթավորել քո իրավունքները, շատ ավելի դժվար կլինի։ Նայիր, ես ճանաչում եմ մի շատ լավ փաստաբանի, ով կարող է քեզ օգնել պատրաստելու մի քանի փաստաթղթեր, պարզապես ապահովելու համար, որ դու ամեն ինչ չկորցնես այս խառնաշփոթի մեջ։ Դավիթը, հոգնած ու շփոթված, վերջապես համաձայնեց։ Նրանք հանդիպում նշանակեցին երկուշաբթի օրվա համար։ Եվ այսպես, առանց գիտակցելու, նա ավելի ու ավելի էր խճճվում Վերոնիկայի խնամքով հյուսած ցանցի մեջ։ Հիվանդանոցում Մարիամը վերջապես քնել էր այնքան լացելուց խոսելուց հետո։ Նրա եղբայրները մնացին այնտեղ, հերթապահելով։ Մեկը գնում էր ուտելիք բերելու կամ աշխատանքի ինչ-որ հրատապ բան լուծելու, բայց միշտ առնվազն երկուսը հիվանդանոցում էին։ Նրանք նրան մենակ չէին թողնի։ Տիկին Կարինեն եկավ երեկոյան, աչքերը այտուցված այնքան լացելուց։ 60-ամյա կինը փոքրիկ, բայց ուժեղ 4 երեխաներին մենակ էր մեծացրել այն բանից հետո, երբ ամուսինը մահացել էր սրտի կաթվածից, երբ Մարիամը ընդամենը 8 տարեկան էր։ Նա միշտ մարտիկ էր, միշտ սովորեցրել էր իր երեխաներին ընտանիքի, հարգանքի, սիրո կարողությունը։ Տեսնել իր կրտսեր դստերը հիվանդանոցի այդ մահճակալին, հղի վիրավորված, ջարդեց նրա սիրտը։ Իմ աղջիկ, տիկին Կարինեն շշնջաց, համբուրելով քնած դստեր ճակատը։ Մայրիկը այստեղ է հիմա։ Ռուբենը գրկեց մորը։ Նա լավ կլինի, մայրիկ։ Մենք կհոգանք նրա մասին։ Ես գիտեի, տիկին Կարինեն ասաց խեղդված ձայնով։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Մայրը միշտ գիտի։ Բայց նա չուզեց ինձ անհանգստացնել, չուզեց ինձ պատմել։ Նա հիմա մեզ ամեն ինչ կպատմի, Ֆիլիպը հավաստիացրեց։ Եվ մենք դա կլուծենք։ Այդ գիշեր, մինչ Երանը դրսում շարունակում էր իր խելահեղ ռիթմը, հիվանդանոցի այդ սենյակում ընտանիք էր հավաքվում իրենցից մեկի շուրջ։ Եվ միասին, նրանք սկսում էին պլան կազմել։ Ոչ թե վրեժխնդրության պլան, այլ պաշտպանության արդարության պլան։ Որովհետև Մարիամն ավելին էր արժանի։ Արժանի էր մի ապագայի, որտեղ իր որդին կարող էր ապահով մեծանալ։ Արժանի էր ազատվել անտեսանելի շղթաներից, որոնք Դավիթը Վերոնիկան դրել էին նրա վրա։ Արժանի էր վերականգնել իր արժանապատվությունը։ Եվ նրա եղբայրները դա կիրականացնեին։ Երբ Մարիամը արթնացավ կիրակի առավոտյան դեռ հիվանդանոցում, նա տեսավ Լոնին նստած մահճակալի կողքի բազկաթոռին, նոութբուքով։ Նա ժպտաց, նրան արթուն տեսնելով։ Բարի լույս, քույրիկ։ Ինչ ես անում, նա հարցրեց քնից խռպոտ ձայնով։ Հետազոտում եմ, Լոնը պարզապես պատասխանեց։ Որոշակի բարի տիրուհու, որոշակի անհամապատասխանությունների մասին, որոնք հայտնվում են։
Լոն, դուք պետք չէ դա անեք, Մարիամը սկսեց, բայց նա նրբորեն ընդհատեց նրան. Պետք է, այո, դու մեր քույրն ես։ Եվ ոչ ոք առանց հետանքների չի շփվում Ալավերդյանների ընտանիքի հետ։ Մարիամը նորից արցունքներ զգաց աչքերում, բայց այս անգամ դրանք միայն ցավի արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության, թեթացման, այլս մենակ չլինելու արցունքներ էին։ Դրսում փոթորիկը նոր էր սկսվում։ Եվ Դավիթը Վերոնիկան դեռ չէին պատկերացնում, թե ինչ մեծ փոթորիկ էր պատրաստվում հարվածել նրանց։ Երկուշաբթի օրը, մինչ Մարիամը դուրս էր գրվում հիվանդանոցից, բացարձակ հանգիստ խորհրդով, Դավիթը նստած էր Մարտին Վարդանյանի փաստաբանական գրասենյակում, այն փաստաբանի, ում Վերոնիկան խորհուրդ էր տվել։ Գրասենյակը գտնվում էր Մաշտոցի պողոտայի արտրային շենքում, օղակած զբոսայգու տեսարանով, բայց Դավիթը հազիվ էր նկատում բնապատկերը։ Նա չափազանց զբաղված էր, փորձելով հասկանալ այն փաստաթղթերը, որոնք Մարտինը դնում էր իր առջ։ Ուրեմն, պարոն Հարությունյան, Մարտինն ասում էր այն մասնագիտական ու չեզոք տոնով, որին փաստաբաններն այդքան լավ տիրապետում են, հաշվի առնելով ձեր ամուսնության նուրբ իրավիճակը, խոհեմ է, որ մենք պաշտպանենք ձեր շահերը։ Այստեղ մենք ունենք գույքի ժամանակավոր բաժանման համաձայնագիր, որը հիմնականում սառեցնում է գույքի վերաբերյալ ցանկացած որոշում, մինչ իրավիճակը լուծվի։ Դավիթը շփոթված գլխով նայում էր փաստաթղթերին։ Բայց ես չեմ ուզում բաժանվել Մարիամից։ Մարտինը արագ հայացք փոխանակեց Վերոնիկայի հետ, ով նստած էր Դավիթի կողքին, այնպիսի դիրքով, որը նա փորձել էր միաժամանակ անհանգիստ կարեկից թվալու համար։ Իհարկե ոչ, սիրելիս, նա ասաց, թեթակիորեն դիպչելով նրա ձեռքին։ Բայց դու պետք է պաշտպանես քեզ։ Լավ մտածիր, իսկ եթե նրա եղբայրները համոզեն Մարիամին ամուսնալուծություն խնդրել։ Եվ եթե նրանք փորձեն խլել բնակարանը։ Դու այդքան ես աշխատել դա ձեռք բերելու համար։ Ճիշտ է, Մարտինը համաձայնեց։ Եվ այստեղ նա մատնացույց արեց փաստաթղթի մեկ այլ բաժին, մենք ունենք դրույթ երեխայի ժամանակավոր խնամակալության մասին, երբ նա ծնվի։ Հաշվի առնելով, որ ձեր կինը գտնվում է իր ընտանիքի ազդեցության տակ, որ տեղի է ունեցել միջադեպ, որը հանգեցրել է հոսպիտալացման, կարող է փաստաթղթավորել, որ դուք ցանկանում եք ներկա լինել ձեր որդու կյանքում։ Բայց դա կստիպի թվում, թե ես չեմ վստահում նրան, Դավիթը վարանեց։ Դա վստահության հարց չէ, Մարտինը փաստարկեց այն համբերությամբ, ով արդեն բազմիցս օգտագործել է այս տրամաբանական շղթան։ Դա իրավական պաշտպանության հարց է։ Եթե հիմա չեք փաստաթղթավորում ձեր իրավունքները, կարող եք դրանք կորցնել ավելի ուշ։ Եվ ավելին կար։ Էջեր լեգալ տերմիններ, որոնք Դավիթը հազիվ էր հասկանում, բայց որոնք Մարտինը բացատրում էր այն վստահությամբ, որն ամեն ինչ խելամիտ էր թվում։ Փաստաթղթի խորքում տեխնիկական դրույթների միջ թաքնված իրական ծուղակներ։ Լիազորագիր, որը Դավիթին կտար լիազորություններ, որոշումներ կայացնելու ընդհանուր գույքի վերաբերյալ, բայց որը իրականում, ինչպես գրված էր, կարող էր օգտագործվել շատ ավելիի համար։ Դավիթը, հոգնած մանիպուլացված, վերցրեց գրիչը։ Բայց ինչ-որ բան նրա ներսում, թերս գիտակցության վերջին մնացորդը, ստիպեց նրա ձեռքը կանգ առնել թղթի վրա։ Ես պետք է մտածեմ, նա ասաց, գրիչը դնելով։ Վերոնիկայի դեմքը մի վայրկյան կծկվեց, նախքան անհանգիստ արտահայտության վերադառնալը։ Իհարկե, սեր իմ։ Բայց շատ մի ուշացիր։ Այս բաները պետք է լուծվեն, քանի դեռ վաղ է։ Դավիթը դուրս եկավ գրասենյակից, փաստաթղթերը թղթապանակում ծանր գլխով։ Ինչ-որ բան այն չէր։ Նա կարող էր դա զգալ, նույնիսկ շփոթության մշուշի միջով, որը տիրում էր նրա մտքերին վերջին օրերին։ Մինչդեռ տիկին Կարինեի տանը, արևելյան թաղամասում, Մարիամը տեղավորվել էր իր մանկության սենյակում։ Պարզ, բայց միշտ մաքուր հյուրընկալ տունը փոքր էր, երկու սենյակով, հյուրասենյակով, խոհանոցով բակով, որտեղ մայրը մշակում էր իր բույսերը։ Հենց այնտեղ էր նա մեծացել, այնտեղ էր նա երազել ապագայի մասին, այնտեղ էր նա միշտ իրեն ապահով զգացել։ Ռուբենը, Ֆիլիպը, Լոնը հավաքվեցին հյուրասենյակում, մինչ մայրը Մարիամի համար թեյ էր պատրաստում սենյակում։ Ժամանակն էր իրական պլան կազմելու։ Մեզ ապացույցներ են պետք, Ֆիլիպը սկսեց, միշտ ամենամեթոդականը։ Բավական չէ իմանալ, որ այդ Վերոնիկան մանիպուլատոր է։ Մենք պետք է ապացուցենք։ Ես արդեն սկսել եմ հետաքննել, Լոնն ասաց, բացելով իր նոութբուքը։ Նրա բարը, մութը, ունի որոշակի հարկային անկանոնություններ։ Ոչ մի լուրջ բան հաստատությունը փակելու համար, բայց բավարար հարցեր բարձրացնելու համար։
Եվ ավելին, Reclaim-ը կայքում երկու բողոք գտա նախկին աշխատակիցներից, ովքեր ասում էին, որ իրենց աշխատանքից ազատել են առանց հիմնավոր պատճառի, որ Վերոնիկան չի վճարել բոլոր աշխատանքից ազատման նպաստները։ Դա օգտակար է, բայց բավարար չէ, Ռուբենը մտածեց։ Մեզ պետք է ինչ-որ բան, որը ցույց կտա, թե ինչ է նա արել Մարիի հետ։ Մանիպուլյացիան, սուտը երեխայի հայրության մասին։ Պետք է լինի որևէ թվային ապացույց, Ֆիլիպը բարձրաձայն մտածեց։ Հաղորդագրություններ, ձայնագրություններ, ինչ-որ բան։ Նրա նման մարդիկ չեն կարող դիմակայել իրենց հաղթանակները փաստաթղթավորելու գայթակղությանը։ Իսկ եթե մենք ներսից մեկին գտնենք։ Լոնն առաջարկեց։ Մեկին, ով աշխատում է կամ աշխատել է նրա հետ պատրաստ է խոսել։ Դա վտանգավոր է, Ռուբենը զգուշացրեց։ Եթե նա իմանա, որ մենք հետաքննում ենք, կարող է պաշտպանվել։ Բայց եթե ոչինչ չանենք, նա շարունակում է ազատ մնալ, մանիպուլացնելու Դավիթին քանդելու Մարիի կյանքը, Լոնը հակադարձեց։ Ֆիլիպը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Արեք հետյալը, բաժանեք ճակատները։ Լոն, դու շարունակիր թվային հետաքննությունը։ Ռուբեն, դու անշարժ գույքի ոլորտում կապեր ունես, ովքեր կարող են իմանալ նրա, որպես գործարարի պատմության մասին։ Ես կօգտագործեմ իմ կապերը ֆինանսական շուկայում, տեսնելու, թե արդյոք նա պարտքեր, վարկեր, ցանկացած բան ունի, որը կարող է մեզ լծակ տալ։ Իսկ ես։ Մի նուրբ ձայն եկավ դռնից։ Դա Մարիամն էր, հենված դռան շրջանակին, ձեռքը փորի վրա։ Ես էլ եմ ուզում օգնել։ Երեք եղբայրներն անմիջապես բարձրացան։ Մարի, դու պետք է հանգստանաս, Ռուբենն ասաց։ Ես բավականաչափ հանգստացել եմ հիվանդանոցում, նա պատասխանեց այնպիսի ամրությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Սա իմ կյանքն է, իմ ամուսնությունը, իմ որդին։ Ես պետք է դրա մասը լինեմ։ Եղբայրները հայացքներ փոխանակեցին։ Նրանք բավականաչափ ճանաչում էին քրոջը, իմանալու համար, որ երբ նա այդ տոնը դնում էր ձայնի մեջ, վիճելն անիմաստ էր։ Նա ժառանգել էր մոր համառությունը։ Լավ, Ֆիլիպը համաձայնեց։ Բայց ոչ մի բան, որը քեզ վտանգի կամ չափազանց կստրեսի։ Համաձայնվել ենք։ Մարիամը համաձայնեց, եկավ նստեց նրանց հետ։ Եվ մինչ նրանք քննարկում էին ռազմավարություններ այդ պարզ սենյակում, ինչ-որ բան փոխվում էր Մարիամի մեջ։ Առաջին անգամ ամիսների ընթացքում նա իրեն չէր զգում իր կյանքի պասիվ զոհ։ Նա իրեն ինչ-որ բանի մասն էր զգում, իրեն աջակցված էր զգում, իրեն ուժեղ էր զգում։ Հաջորդ օրերին յուրաքանչյուրն աշխատում էր իր ճակատում։ Լոնը ժամեր անցկացրեց սոցիալական ցանցերում, ֆորումներում, բողոքների կայքերում։ Ռուբենը զգույշ զանգեր էր կատարում ծանոթներին, ովքեր հաճախում էին, մուտք բարը կամ մասնագիտորեն ճանաչում էին Վերոնիկային։ Ֆիլիպը խորացավ ֆինանսական հաշվետվությունների հանրային գրառումների մեջ։ Եվ Ֆիլիպն էր, ով գտավ առաջին մեծ հուշումը։ Հինգշաբթի երեկոյան նա զանգահարեց Ռուբենին, անսովոր ուրախ այնպիսի մեկի համար, ով սովորաբար այդքան վերահսկվող էր։ Ինչ-որ բան գտա։ Մութ բարը զգալի պարտքեր ունի։ Վերոնիկան բարձր տոկոսներով վարկեր է վերցրել մի ֆինանսական ընկերությունից, որը, ասենք, ամենահուսալիներից չէ։ Նա շատ ավելի խոցելի ֆինանսական վիճակում է, քան թվում է։ Դա բացատրում է, թե ինչու է նա այդքան հետաքրքրված Դավիթով, Ռուբենը բարձրաձայն մտածեց։ Եթե նա կարողանա ամուսնանալ նրա հետ կամ գոնե հասանելիություն ունենալ նրա Մարիի գույքին, կլուծի իր խնդիրները։ Հենց այդպես։ Եվ ավելին։ Ես պարզեցի, որ նա դա արդեն արել է նախկինում։ 5 տարի առաջ նա կարճ ժամանակով ներգրավված էր հյուրանոցային բիզնեսի մի գործարարի հետ։ Տղան գրեթե կորցրեց իր գույքի կեսը շատ շփոթված դատավարության մեջ, նախքան պարզելը, որ ամեն ինչ նրա դավադրությունն էր։ Կարող ես դա ապացուցել։ Դրա վրա եմ աշխատում։ Մի քանի օր էլ է պետք։ Մինչդեռ, Լոնը իր սեփական հայտնագործությունն ուներ։ Նա կեղծ պրոֆիլ էր ստեղծել սոցիալական ցանցերում, սկսել էր հետել մուտք բարի նախկին աշխատակիցներին։ Նրանցից մեկը, Ջուլիա Մելքոնյան անունով մի երիտասարդ կին, մի քանի անուղղակի հայտարարություններ էր արել բռնարար տնօրենների թունավոր աշխատանքային միջավայրերի մասին։ Լոնը որոշեց ռիսկի դիմել, ուղիղ հաղորդագրություն ուղարկեց։ Իր զարմանքին, Ջուլիան պատասխանեց։ Եվ ավելին, համաձայնեց անձամբ խոսել։ Նրանք հանդիպում նշանակեցին Կոնդի մի սրճարանում, բարի մոտ, բայց ոչ այնքան մոտ, որ Վերոնիկային հանդիպելու վտանգ ունենային։
Ջուլիան 24 տարեկան էր, հոգնած աչքերով, ով իր տարիքի համար ավելին էր տեսել, քան պետք է, պատմություն ուներ պատմելու։ Նա գրեթե 2 տարի աշխատել էր մուտք բարում որպես օպերացիոն մենեջեր։ Նա տեսնում էր ամեն ինչ։ Կուլիսները, մանիպուլյացիաները, այն տղամարդկանց, ում Վերոնիկան օգտագործում էր որպես շախմատի խաղաքարեր։ Նա վտանգավոր էր, Ջուլիան ասաց, նյարդայնորեն խառնելով սուրճի բաժակը։ Ոչ ֆիզիկական իմաստով, այլ հոգեբանական։ Նա հայտնաբերում է թույլ, անվստահ տղամարդկանց նրանց տիկնիկների է վերածում։ Եվ երբ նրանք այլս պետք չեն, նա անխնա դեն է նետում։ Դուք ճանաչում եք Դավիթ Հարությունյանին։ Լոնը հարցրեց, հեռախոսով լուսանկար ցույց տալով։ Ջուլիան գլխով արեց։ Ճանաչում եմ։ Նա սկսեց հայտնվել բարում մի քանի ամիս առաջ։ Վերոնիկան գրեթե անմիջապես հետաքրքրվեց նրանով։ Մի անգամ լսել եմ, թե ինչպես էր նա հեռախոսով խոսում նրա մասին։ Ասում էր, որ նա կատարյալ է, քանի որ ամուսնացած է, գույք ունի, բայց բավականաչափ անվստահ է մանիպուլացվելու համար։ Դուք կունենայիք քաջություն դա վկայելու։ Ամեն ինչ պաշտոնապես պատմելու։ Ջուլիան վարանեց։ Նա կարող է ինձ դատի տալ։ Կարող է փչացնել իմ հեղինակությունը։ Կամ դուք կարող եք օգնել կանխել, որ նա փչացնի ուրիշների կյանքը, Լոնը նրբորեն փաստարկեց։ Ինչպես հիմա փչացնում է իմ քրոջ կյանքը։ Եվ այնուհետ Լոնը պատմեց Մարիամի պատմությունը։ Ջուլիան լուռ լսում էր, երբ նա ավարտեց, նրա աչքերում արցունքներ կային։ Ես կվկայեմ, նա ամուր ասաց։ Բայց դուք պետք է ինձ իրավաբանորեն պաշտպանեք։ Եվ ինձ երաշխիքներ են պետք, որ նա չի կարողանա ինձ վնասել։ Լոնը հենց այնտեղ զանգահարեց Ռուբենին, ժամերի ընթացքում Ռուբենի ընկերության վստահելի փաստաբանը կազմում էր Ջուլիայի պաշտպանության համաձայնագիրը։ Նա վկա կլիներ, բայց կունենար անհրաժեշտ բոլոր իրավական աջակցությունը։ Ջուլիայի հետ միասին գլուխկոտրուկը սկսում էր հավաքվել։ Բայց դեռ պակասում էր մի կարոր կտոր։ Նրանց պետք էր ամեն ինչ բացահայտել այնպես, որ այն բավականաչափ հանրային լիներ, որ Վերոնիկան չկարողանար պարզապես հերքել շարունակել իր կյանքը, կարծես ոչինչ չէր պատահել։ Դա Մարիամի գաղափարն էր։ Նա թերթում էր ամսագիրը մոր տանը, երբ տեսավ մի գովազդ բարեգործական միջոցառման մասին, որը պետք է տեղի ունենար 2 շաբաթից։ Երանի գործարար գալա, ամենամյա միջոցառում, որը հավաքում էր Երանի շուկայի ամենամեծ անուններին, մամուլի լուսաբանմամբ ուղիղ հեռարձակմամբ սոցիալական ցանցերով։ Եթե դուք ապրեիք այս պատմության մեջ, կունենայիք քաջություն հրապարակայնորեն բացահայտելու ձեր հալածողներին նման միջոցառման ժամանակ, թե կընտրեիք ավելի զգույշ ճանապարհ։ Նայի սրան, նա ցույց տվեց ամսագիրը Լոնին, ով այցելության էր եկել։ Վերոնիկան միշտ գրառումներ է անում այս իրադարձության մասին։ Նա ջանքեր է գործադրում հրավերներ ստանալու, լուսանկարներում հայտնվելու համար։ Դա այնպիսի վայր է, որտեղ նա ուզում է ելալ։ Իսկ հետո Լոնը չհասկացավ, թե ուր էր ուզում հասնել քույրը։ Եվ հետո եթե մենք պատրաստվում ենք նրան բացահայտել, թող դա լինի այն բեմում, որը նա այդքան սիրում է։ Բոլոր նրանց առջ, ում նա ուզում է տպավորել։ Լոնի աչքերը լայն բացվեցին։ Մարի, դա ռիսկային է։ Եվ շատ հանրային։ Հենց այդպես, Մարիամն ասաց, իր աչքերում նոր վճռականությամբ։ Նա կեղծ կերպար է կառուցել։ Մենք կոչնչացնենք այդ կերպարը նույն կերպ, ինչպես այն կառուցվել է։ Հրապարակայնորեն։ Գաղափարը համարձակ էր։ Գրեթե խելագար։ Բայց որքան ավելի շատ էին մտածում դրա մասին, այնքան ավելի իմաստալից էր դառնում։ Ռուբենը իր կապերով կկարողանար հրավերներ ստանալ միջոցառման համար։ Ֆիլիպը կարող էր պատրաստել ներկայացում, բոլոր ապացույցներով։ Լոնը գհոգար տեխնիկական մասի մասին, ապահովելով, որ ամեն ինչ ճիշտ ձայնագրվի հեռարձակվի։ Եվ Մարիամը, եթե զգար, որ կկարողանա, կպատմեր իր պատմությունը։ Բայց դու հղի ես, Ռուբենը փաստարկեց, երբ նրանք ներկայացրեցին իրեն ամբողջական գաղափարը։ Չես կարող քեզ այդ սթրեսին ենթարկել։ Ես արդեն բացահայտված եմ, Մարիամը պատասխանեց։ Եվ բացահայտված կլինեմ, մինչ սա ավարտվի։ Ես նախընտրում եմ մեկընդմիշտ դիմակայել, քան ապրել փախչելով թաքնվելով։ Տիկին Կարինեն, ով խոհանոցից լսել էր խոսակցությունը, մտավ սենյակ, գոգնոցով ձեռքերը սրբելով։ Իմ աղջիկը ճիշտ է, նա ասաց ամուր ձայնով։ Մեր ընտանիքի կանայք չեն փախչում պայքարից։ Երբեք չեն փախել։
Եթե պետք է այդպես լինի, ապա թող այդպես լինի։ Եվ այսպես որոշումը կայացվեց։ Նրանք կգնային գործարար գալա։ Նրանք կբացահայտեին Վերոնիկային Դավիթին Երանի գործարար Էլիտայի առջ։ Նրանք աշխարհին ցույց կտային, թե ովքեր էին նրանք իրականում։ Հաջորդ 2 շաբաթը լարված էր։ Ֆիլիպ նոր ու գիշեր աշխատում էր, հավաքելով ապացույցներ, փաստաթղթեր, զրույցների սքրինշոթեր։ Լոնը կապ հաստատեց ծանոթ լրագրողների հետ, սերմանելով այն գաղափարը, որ գալաում ինչ-որ մեծ բան կպատահի։ Ռուբենն օգտագործեց իր ազդեցությունը, ապահովելու ոչ միայն հրավերներ, այլ բեմի վրա տեղ, քողարկված որպես իր ընկերության սոցիալական պատասխանատվության մասին ներկայացում։ Մարիամը իր հերթին գրեց-վերագրեց իր ելույթը։ Նա ուզում էր, որ այն լիներ անկեղծ, հուզական, բայց նա արժանապատիվ։ Նա ուզում էր, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ կանայք իրեն տեսնեն նրանում քաջություն գտնեն։ Դավիթը, անտեղյակ այս ամենին, շարունակում էր իր շփոթված առօրյան։ Նա երբեմն այցելում էր տիկին Կարինեի տուն, փորձելով տեսնել Մարիամին, բայց նա միշտ հրաժարվում էր խոսել նրա հետ։ Նա զանգում էր, հաղորդագրություններ էր ուղարկում, բայց պատասխան չէր ստանում։ Վերոնիկան շարունակում էր մնալ նրա կողքին, սնուցելով նրա պարանոյա, ասելով, որ Մարիամի ընտանիքը նրան հեռացնում է իրենից, որ նա պետք է շուտ գործի, նախքան ամեն ինչ կկորցնի։ Գալայից 1 օր առաջ Դավիթը վերջապես ստորագրեց այն փաստաթղթերը, որոնք Մարտինը պատրաստել էր։ Կարծեց, թե պաշտպանում է իրեն։ Չգիտեր, որ ստորագրում էր իր սեփական դատավճիռը։ Գալայի առավոտը Երանի վրա պարզ երկնքով լուսացավ։ Միջոցառումը պետք է տեղի ունենար երեկոյան, շքեղ Մարիոթ հյուրանոցում, իր ֆուտուրիստական ճարտարապետությամբ քաղաքի արտոնյալ տեսարանով։ Մարիամը շուտ արթնացավ, սիրտը ուժգին բաբախելով։ Մի քանի ժամից նրա կյանքը լիովին կփոխվեր։ Դեպի լավը, թե դեպի վատը, նա դեռ չգիտեր։ Բայց կփոխվեր։ Նա ընտրեց պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը հարմար էր նրա 7.5-ամսյա փորին։ Նա չէր ուզում զոհի տեսք ունենալ, բայց նա չէր ուզում թվալ, թե փորձում է լինել այն, ինչ չէր։ Նա ուզում էր լինել ինքը։ Պարզապես Մարիամը։ Բուժքույրը, հղի կինը, քույրը, դուստրը։ Այն մարդը, ով խաբվել էր, բայց որոշել էր լուր չմնալ։ Լոնն ամբողջ կեսօրն անցկացրեց վերջին տեխնիկական ճշգրտումներն անելով։ Նա ուներ ֆլեշ կրիչ, կործանարար ներկայացումով։ Վերոնիկայի յուրաքանչյուր սուտը բացահայտված։ Յուրաքանչյուր մանիպուլյացիա փաստաթղթավորված։ Ջուլիայի ձայնագրված վկայությունը։ Նրա կողմից վնասված այլ մարդկանց հայտարարությունները։ Եվ վերջում Դավիթի ստորագրած փաստաթղթերը, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր նա փորձել տիրանալ Մարիամի գույքին, մինչ նա խոցելի էր։ Ֆիլիպը ամեն ինչ վերանայեց արծվի աչքերով, ապահովելով, որ յուրաքանչյուր տեղեկատվություն ճիշտ է, յուրաքանչյուր աղբյուր ստուգելի է, յուրաքանչյուր մեղադրանք հիմնավորված է կոնկրետ ապացույցներով։ Նրանք չէին կարող կասկածի տեղ թողնել։ Ռուբենը հագավ իր լավագույն կոստյումը, նայեց հայելու մեջ խորը շունչ քաշեց։ Նա սովոր էր դժվար գործարքներ անելուն, հզոր գործարարների հետ առերեսվելուն, մեծ լսարանների առաջ ելույթ ունենալուն։ Բայց այդ գիշերն այլ էր։ Դա պարզապես գործ չէր։ Դա իր քույրն էր։ Իր ընտանիքը։ Եվ նա չէր կարող ձախողել։ Երբ 4 եղբայրները տիկին Կարինեն երեկոյան ժամը 7-ին մտան Մարիոթ հյուրանոցի սրահ, տեղն արդեն լիքն էր։ Կոստյումով տղամարդիկ, երեկոյան զգեստներով կանայք, բյուրեղյա բաժակներով մատուցվող շամպայն, բիզնեսի ներդրումների մասին խոսակցություններ, որոնք արձագանքում էին շքեղ միջավայրում։ Եվ այնտեղ, բարի մոտ, կանգնած էր Վերոնիկան։ Շքեղ կարմիր զգեստով, որն ուշադրություն էր գրավում, շրջապատված կարոր տղամարդկանցով, ծիծաղելով այն ուսումնասիրված ծիծաղով, որը նա օգտագործում էր հրապուրելու համար։ Դավիթը կողքին էր, անհարմար, բայց փորձում էր վստահ թվալ։ Վերոնիկան առաջինը տեսավ նրանց։ Նրա աչքերը հանդիպեցին Մարիամի աչքերին սրահի միջով, մի վայրկյան, ընդամենը մի վայրկյան, նրա դիմակն ընկավ, անհանգստության մի փայլ անցավ նրա դեմքով։ Բայց նա արագ շտկվեց, վերադարձնելով վստահ ժպիտը։ Դավիթն էլ տեսավ։ Տեսավ Մարիամին, նրա ակնհայտ փորը, շրջապատված իր պաշտպանող եղբայրներով։ Եվ ինչ-որ բան նրա ներսում սեղմվեց։ Մեղքի, կարոտի գալիքի վախի խառնուրդ։ Միջոցառումը սկսվեց։ Ելույթներ հնչեցին։ Մրցանակներ հանձնվեցին։ Ընթրիքներ մատուցվեցին։
Եվ հետո եկավ այն պահը, որը Ռուբենը բանակցել էր շաբաթներ առաջ։ Իր ընկերությունը պետք է պարգևատրվեր սոցիալական պատասխանատվության նախագծի համար, նա ներկայացում կաներ։ Ռուբենը բեմ բարձրացավ իր սովորական կեցվածքով։ Սկսեց խոսել շինարարության, քաղաքային զարգացման, կորպորատիվ պատասխանատվության մասին։ Հանդիսատեսը քաղաքավարի լսում էր, ոմանք արդեն սկսում էին հեռախոսներին նայել։ Եվ հետո նա փոխեց տոնը։ Բայց այսօր նա ասաց, իր ձայնը արձագանքելով ձայնային համակարգով, ես ուզում եմ խոսել այլ տեսակի պատասխանատվության մասին։ Այն պատասխանատվության, որ մենք ունենք միմյանց նկատմամբ, որպես մարդիկ։ Այն պատասխանատվության, որ պաշտպանենք խոցելիներին։ Ոչնչացնենք անարդարությունը։ Եվ ձայն տանք նրանց, ովքեր լռեցվել են։ Սրահում լռություն տիրեց։ Մարդիկ թողեցին իրենց հեռախոսները։ Ինչ-որ բան էր կատարվում։ Ռուբենը ժեստ արեց, Մարիամը բարձրացավ իր սեղանից սկսեց քայլել դեպի բեմ։ Յուրաքանչյուր քայլ քաջության արարք էր։ Նա կարող էր զգալ հարյուրավոր մարդկանց հայացքները իր վրա։ Նա կարող էր տեսնել Դավիթին Վերոնիկային սրահի անկյունում, քարացած։ Եվ երբ Մարիամը բեմ բարձրացավ կանգնեց եղբոր կողքին, իր ակնհայտ հղի փորով, իր փայլող, բայց ամուր աչքերով, ամբողջ սրահը շունչը պահեց։ Ճշմարտության ժամանակն էր։ Մարիամը բռնեց խոսափողը երկու ձեռքով, զգալով, որ այն թեթակի դողում է։ Չգիտեր, խոսափողն էր, թե իր ձեռքերը։ Նա նայեց իր արջի դեմքերի ծովին։ Հզոր գործարարներ, բարձր հասարակության կանայք, լրագրողներ, արդեն բեմին ուղված տեսախցիկներով։ Եվ բոլորի մեջտեղում Դավիթը Վերոնիկան, ովքեր աղի արձանների էին նման։ Իմ անունը Մարիամ Ալավերդյան է, նա սկսեց, նրա ձայնն ավելի ամուր հնչեց, քան սպասում էր։ Ես 6 տարի բուժքույր եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Ես աշխատում եմ գիշերային հերթափոխերով, օգնում եմ կյանքեր փրկել, խնամում եմ մարդկանց իրենց ամենախոցելի պահերին։ Եվ 7 ամիս առաջ ես պարզեցի, որ ինքս եմ ապրում իմ սեփական խոցելիությունը։ Սրահում բացարձակ լռություն էր։ Ոչ բաժակների զրնգոց, ոչ շշուկներ։ Միայն լիակատար ուշադրություն։ Ես այստեղ եմ այսօր, որովհետև ինչ-որ մեկը վերջերս ինձ ասաց, որ մեր նման կանայք պետք է թաքնվեն, երբ դժվարությունների միջով են անցնում։ Որ մենք պետք է լուռ կրենք մեր ցավը, պաշտպանենք մեր ամոթը, կարծես դա մեր մեղքը լիներ։ Բայց ես հոգնել եմ թաքնվելուց։ Հոգնել եմ ամաչելուց մի բանի համար, որը չեմ արել։ Նա խորը շունչ քաշեց, ազատ ձեռքն ինքնաբերաբար գնաց դեպի փորը։ 5 տարի առաջ ես ամուսնացա մի տղամարդու հետ, ում սիրում էի։ Մենք միասին կյանք կառուցեցինք, միասին երազեցինք, միասին պայքարեցինք։ Կամ գոնե, այդպես էի կարծում։ Երբ երկար փորձերից հետո պարզեցի, որ հղի եմ, կարծեցի, որ դա կլինի մեր կյանքի ամենաերջանիկ պահը։ Բայց այդպես չեղավ։ Արցունքներ սկսեցին հոսել հանդիսատեսի որոշ կանանց դեմքերից։ Նրանք ինչ-որ բան էին ճանաչում այդ պատմության մեջ։ Կոտրված սպասումների, անպատասխան սիրո ծանոթ ցավը։ Իմ ամուսինը սկսեց ինձ մեղադրել դավաճանության մեջ։ Ասել, որ երեխան իրենը չէ։ Առանց որե ապացույցի, առանց որե իրական պատճառի, պարզապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը այդ կասկածները տնկել էր նրա գլխում։ Ինչ-որ մեկը, ով իր սեփական շահերն ուներ իմ ամուսնությունը քանդելու մեջ։ Վերոնիկան տեսանելիորեն գունատվեց։ Սրահի որոշ մարդիկ արդեն նայում էին նրա ուղղությամբ, կապեր հաստատելով։ Մարիամը շարունակեց, նրա ձայնն ուժեղանալով. Ես հոգնած աշխատում էի հերթապահություններում, հղի, այտուցված ոտքերով, տուն էի վերադառնում գտնում սառնություն, մեղադրանքներ, արամարանք։ Բայց մինույն է, ես փորձում էի։ Փորձում էի փրկել իմ ամուսնությունը, քանի որ հավատում էի սիրուն։ Հավատում էի, որ մարդիկ կարող են փոխվել, կարող են արթնանալ, կարող են վերադառնալ այնպիսին, ինչպիսին էին։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով Դավիթին։ Բայց որոշ մարդիկ չեն ուզում փրկվել։ Որոշ մարդիկ նախընտրում են հավատալ հարմար ստերին, քան առերեսվել դժվար ճշմարտություններին։ Եվ որոշ մարդիկ, նա հիմա նայեց Վերոնիկային, մասնագիտանում են այդ ստերը ստեղծելու, թույլերին մանիպուլացնելու, ընտանիքներ քանդելու մեջ, իրենց սեփական շահի համար։ Սրահում սկսվեց շշուկ։ Ռուբենը մի քայլ առաջ արեց բեմում։ Ձեր թույլտվությամբ ես կցանկանայի ներկայացնել որոշ համապատասխան տեղեկություններ, նա ասաց, Լոնը, ռազմավարորեն տեղակայված պրոյեկցիայի համակարգի մոտ, ակտիվացրեց ներկայացումը։
պատկերները սկսեցին հայտնվել բեմի հետի հսկա էկրանին։ Զրույցների սքրինշոթեր, ֆինանսական փաստաթղթեր, հանրային գրառումներ։ Եվ առաջին պատկերը կործանարար էր։ Վերոնիկայի ընկերուհու միջ WhatsApp-ի զրույց, որտեղ նա սառնորեն նկարագրում էր Դավիթին Մարիամից հեռացնելու իր պլանը։ Տեքստը պարզ էր, առանց մեկնաբանության տեղի։ Այս մեկը ամուսնացած է, բայց կատարյալ է, ասվում էր հաղորդագրությունում։ Կյանքից հիասթափված, վիրավորված էգո, հեշտ վերահսկվող։ Պարզապես պետք է ճիշտ կասկածներ տնկեմ կնոջ մասին, նա կընկնի իմ ձեռքը։ Սրահը պայթեց ցնցված շշուկներից։ Վերոնիկան բարձրացավ, փորձելով զգույշ դուրս գալ, բայց հասկացավ, որ բոլոր աչքերն իր վրա են։ Նստեց նորից, դեմքը կարմիր, զայրույթի նվաստացման խառնուրդից։ Ներկայացումը շարունակվեց, ցույց տալով մութ, բարի պարտքերը, վաշխառուներից վարկերը։ Վերոնիկայի մոդելը հարուստ ամուսնացած տղամարդկանց հետ շփվելու։ Նրա կողմից վնասված այլ մարդկանց ցուցմունքները։ Եվ հետո էկրանին հայտնվեց Ջուլիան, ձայնագրված տեսանյութով։ Իմ անունը Ջուլիա Մելքոնյան է, նա ասում էր ձայնագրության մեջ, ես 2 տարի աշխատել եմ մուտք բարում որպես օպերացիոն մենեջեր։ Այդ ընթացքում ես ականատես եմ եղել, թե ինչպես է իմ նախկին տնօրենը, Վերոնիկա Սարգսյանը, դիտավորյալ մանիպուլացրել տարբեր տղամարդկանց, այդ թվում Դավիթ Հարությունյանին։ Ես լսել եմ հեռախոսազրույցներ, որտեղ նա խոստովանել է, որ կասկածներ է տնկում նրա կնոջ հավատարմության մասին։ Ես տեսել եմ, թե ինչպես է նա հրահանգել նրան ստորագրել փաստաթղթեր, առանց լիովին հասկանալու, թե ինչ է ստորագրում։ Միջոցառման տեսախցիկը նկարահանեց այն պահը, երբ Դավիթը ձեռքերը դրեց դեմքին, վերջապես գիտակցելով, թե ինչքան է օգտագործվել։ Ֆիլիպը բարձրացավ բեմ այդ պահին, միանալով եղբայրներին։ Եվ ավելին կա, նա ասաց իր հանգիստ, բայց հեղինակավոր ձայնով։ Այն փաստաթղթերը, որոնք պարոն Դավիթ Հարությունյանը ստորագրել է այս շաբաթ, Տիկին Սարգսյանի փաստաբան Մարտին Վարդանյանի խորհրդով, ունեին թաքնված դրույթներ, որոնք, եթե իրականացվեին, նրան լիակատար վերահսկողություն կտային իր կնոջ գույքի վրա, ներառյալ զույգի բնակարանը առանց նրա համաձայնության վաճառելու հնարավորությունը։ Էկրանին ավելի շատ պատկերներ հայտնվեցին։ Հարցի առարկա փաստաթղթերը, ընդգծված խնդրահարույց դրույթներով։ Եվ հետո, կուլմինացիան։ Վերոնիկայի Մարտինի հեռախոսազրույցի ձայնագրություն, որը օրինական կերպով ձեռք էր բերվել Ջուլիայի կողմից, ով դեռ հասանելիություն ուներ որոշ ֆայլերին, նախքան աշխատանքից ազատվելը։ Ձայնագրության մեջ Վերոնիկայի ձայնը պարզ էր։ Երբ նա ստորագրի, մենք 3 ամիս ունենք իրականացնելու համար, մինչ որը մեկը նկատի։ Բաժանեք 50-50, ինչպես համաձայնվել էինք։ Նա չափազանց հիմար է հասկանալու, թե ինչ է ստորագրել։ Սրահը լիովին ցնցված էր։ Լրագրողների տեսախցիկները ամեն ինչ ձայնագրում էին։ Մարդիկ վերցնում էին իրենց հեռախոսները, պահը գրանցելու համար։ Հեշթեգներն արդեն սկսում էին հայտնվել սոցիալական ցանցերում։ Եվ այս ամենի մեջ Մարիամը խորը շունչ քաշեց վերցրեց խոսափողը։ Ես այստեղ չեմ վրեժխնդրության համար, նա ասաց, նրա ձայնը կտրեց քաոսը։ Ես այստեղ եմ, որովհետև հասկացա մի հիմնարար բան։ Իմ լռությունը պաշտպանում էր սխալ մարդկանց։ Այն պաշտպանում էր նրանց, ովքեր ինձ վնասել էին, վտանգի տակ էր դնում այլ կանանց, ովքեր կարող էին հաջորդ զոհերը լինել։ Նա նայեց սրահի շուրջը, հայացքով շփվելով տարբեր կանանց հետ, ովքեր արցունքներով նայում էին նրան։ Քանի՞ստ եք նման բաների միջով անցել։ Քանի՞ստ եք անարդարացիորեն մեղադրվել։ Քանի՞ստ եք ձեզ փոքր, ամաչկոտ զգացել, կարծես մեղքը ձերն էր։ Քանի՞ստ եք լուռ մնացել, որովհետև դա է, ինչ սովորեցնում են մեզ անել։ Ձեռքեր սկսեցին բարձրանալ սրահում։ Սկզբում վարանողաբար, հետո ավելի վստահ։ 1, 2, 5, 10։ Տարբեր տարիքի, տարբեր սոցիալական դիրքի կանայք, բոլորը կիսելով այդ լուր ցավը։ Մարիամը ժպտաց արցունքների միջից։ Այսօր ես խախտում եմ այդ լռությունը։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլորիս համար։ Եվ այն կանանց, ովքեր տանը դիտում են ուղիղ հեռարձակումների միջոցով, ասում եմ. Դուք մենակ չեք։ Ձեր ցավը ձեր մեղքը չէ։ Եվ ձեր քաջությունը առաջ շարժվելու, ոտքի կանգնելու, պայքարելու դա է, ինչը սահմանում է ձեզ։ Ոչ թե նրանց սխալները, ովքեր ձեզ վնասել են։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Կանայք բարձրացան, ոմանք բացահայտ լացելով։
Տղամարդիկ նույնպես ծափահարում էին, շատերը տեսանելիորեն ազդված էին այն ամենից, ինչի ականատես էին եղել։ Միջոցառումը վերածվել էր շատ ավելի մեծ բանի, քան պարզապես բացահայտումը։ Այն դարձել էր հավաքական կատարսիսի պահ։ Մինչդեռ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն արդեն մոտենում էին Վերոնիկային, ով փորձում էր վիճել, բղավել, պաշտպանվել։ Բայց հնարավոր պաշտպանություն չկար այդքան համոզիչ ապացույցների դեմ։ Մարտին Վարդանյանը, փաստաբանը, արդեն զգույշ կերպով անհետացել էր սրահից, բայց տեսախցիկները նկարահանել էին նրա շտապ դուրս գալը։ Դավիթը մնաց նստած, գլուխը կախ, աշխարհը փլուզվում էր իր շուրջը։ Ռուբենը իջավ բեմից, քայլեց դեպի նա։ Դավիթը բարձրացրեց հայացքը, սպասելով զայրույթի, թերս նույնիսկ բռնության։ Բայց այն, ինչ նա տեսավ Ռուբենի աչքերում, ավելի վատ էր։ Հիասթափություն։ Դու հիանալի կին ունեիր, Ռուբենն ասաց ցածր ձայնով, միայն Դավիթի համար։ Ընտանիք էր կառուցվում։ Եվ դու ամեն ինչ դեն նետեցիր, որովհետև ավելի հեշտ էր հավատալ ստերին, որոնք հաստատում էին քո անվստահությունները, քան պայքարել ճշմարտությունների համար, որոնք քաջություն էին պահանջում։ Դավիթը չպատասխանեց։ Ասելու բան չկար։ Բեմում Մարիամին գրկում էին կանայք, ովքեր բարձրացել էին աջակցություն առաջարկելու։ Տիկին Կարինեն այնտեղ էր, հպարտ իր դստերով, ում ինքն էր մեծացրել։ Հելենան, բժիշկ ընկերուհին, ով եկել էր միջոցառմանը Մարիամի հրավերով, նույնպես այնտեղ էր։ Եվ Ջուլիան, ով վերջապես քաջություն ուներ անձամբ հայտնվելու, նույնպես բարձրացավ գրկեց Մարիամին։ Տեսախցիկները ամեն ինչ նկարահանեցին։ Լրագրողներն արդեն իրական ժամանակում հոդվածներ էին գրում։ Սոցիալական ցանցերը պայթեցին։ Ես էլ լրացված եմ Մարիամիմ հերոսուհին հեշթեգները սկսեցին վիրուսային դառնալ։ Այն, ինչ սկսվել էր որպես երկու կոնկրետ մարդկանց բացահայտում, վերածվել էր շարժման։ Հաջորդ օրերին Մարիամի պատմությունը ամենուր էր։ Թերթերում, ամսագրերում, հեռուստահաղորդումներում։ Նրան հրավիրում էին հարցազրույցների, դասախոսությունների։ Հոգեբանական բռնության հուզական մանիպուլյացիայի վերաբերյալ պանելներին մասնակցելու։ Սկզբում վարանողաբար Մարիամը հասկացավ, որ իր պատմությունն ուժ ունի։ Ուժ, օգնելու այլ կանանց, ուժ, դժվար խոսակցություններ սկսելու, ուժ, պատմությունները փոխելու։ Վերոնիկան բախվեց իրավական հետանքների։ Բարը հետաքննվեց, նրա պարտքերը բացահայտվեցին, նա ի վերջո ստիպված եղավ վաճառել հաստատությունը, վճարելու տարբեր դատական հայցերի, այդ թվում Մարիամի կողմից ներկայացված հայցի փոխհատուցումները։ Մարտին Վարդանյանը բողոքվեց փաստաբանների պալատին, նրա լիցենզիան կասեցվեց։ Եվ Դավիթը, Դավիթը ստիպված եղավ առերեսվել այն մարդու հետ, ում ինքն էր դարձել։ Գալայից 1 ամիս անց Դավիթը նորից փնտրեց Մարիամին։ Նա մոր տանն էր, 8 ամսական հղի, պատրաստելով այնտեղ ծնվելիք երեխայի սենյակը, քանի որ որոշել էր չվերադառնալ այն բնակարանը, որը կիսել էր Դավիթի հետ։ Կարող ենք խոսել, նա հարցրեց դարպասից, նրա ձայնը լի էր հոգնածությամբ։ Մարիամն իջավ, նրանք խոսեցին արջի այգում, լոնի ուշադիր, բայց զգույշ հայացքի ներքո, ով տան ներսում էր։ Ես ամեն ինչ փչացրի, Դավիթը սկսեց։ Ես արդարացումներ չունեմ։ Ես թույլ էի, մանիպուլացված էի, բայց դա չի փոխում այն փաստը, որ իմ ընտրությունները քեզ վնասեցին։ Վնասեցին մեր որդուն։ Մարիամը լուռ լսում էր նրան։ Նա այլս զայրույթ չէր զգում։ Միայն մելամաղձոտ տխրություն այն բանի համար, թե ինչ կարող էր լինել, բայց երբեք չէր լինի։ Ես սիրում էի քեզ, Դավիթ, նա նրբորեն ասաց։ Իսկապես սիրում էի։ Բայց այն տղամարդը, ում սիրում էի, այլս գոյություն չունի։ Թերս երբեք գոյություն չի ունեցել, ինչպես ես պատկերացնում էի։ Եվ ես պետք է դա ընդունեմ, առաջ շարժվեմ։ Երեխան, Դավիթը խեղդվեց բառերից, իմն է։ Մարիամը նրան նայեց այնպիսի հանգստությամբ, որը գալիս էր ներքին ուժի մի վայրից, որը նա վերջերս էր հայտնաբերել։ Միշտ եղել է։ Դու միշտ գիտեիր, որ այդպես է։ Բայց ընտրեցիր կասկածել, որովհետև դա ավելի հեշտ էր, քան վստահելը։ Եվ հիմա, ապրում ես այն մեղքով, որ կասկածել ես քո սեփական որդուն։ Ես ուզում եմ լինել նրա կյանքի մասը, Դավիթն ասաց։ Ես ուզում եմ հայր լինել։ Դու կունենաս այդ հնարավորությունը, Մարիամը համաձայնեց։ Որովհետև ես քո նման չեմ։ Ես մեր որդուն որպես զենք կամ պատիժ չեմ օգտագործի։ Բայց դու պետք է ամեն օր ապացուցես, որ արժանի ես ներկա լինելու։
Պետք է վերականգնես վստահությունը ոչ միայն ինձ հետ, այլ նրա հետ։ Եվ դա տարիներ գտի։ Դավիթը համաձայնեց, արցունքներ հոսելով դեմքից։ Նա գիտեր, որ կորցրել էր իր կնոջը։ Ամուսնությունն ավարտված էր, վերադարձ չկար։ Բայց թերս, պարզապես թերս, կարող էր պարկեշտ հայր լինել իր դեռ չծնված որդու համար։ Հաջորդ շաբաթները փոփոխություններ բերեցին։ Մարիամը սկսեց աշխատել որպես խորհրդատու այն կազմակերպությունների համար, որոնք օգնում էին կանանց ընտանեկան բռնության հոգեբանական մանիպուլյացիայի իրավիճակներում։ Նրա պատմությունը արձագանքում էր, նա հայտնաբերեց, որ շնորհ ունի հաղորդակցվելու, ոգեշնչելու, այլ կանանց օգնելու գտնելու իրենց սեփական ձայնը։ Նրա եղբայրները շարունակում էին ներկա լինել։ Ռուբենը ֆինանսապես օգնեց նրան հաստատվել, գնելով փոքր, բայց հարմարավետ տուն նրա երեխայի համար, մոր տան մոտ։ Ֆիլիպը օգնեց ամուսնալուծության իրավական ասպեկտներին, ապահովելով, որ Մարիամը ստանա այն ամենը, ինչին իրավունք ուներ։ Լոնը կայք սոցիալական ցանցերի էջեր ստեղծեց Մարիամի համար, կիսելու իր պատմությունը կապելու նմանատիպ իրավիճակներում գտնվող կանանց։ Եվ տիկին Կարինեն, ընտանիքի մայրապետը, ավելի հպարտ էր, քան երբը։ Իմ աղջիկը առյուծ դարձավ, նա ասում էր թաղամասի ընկերուհիներին։ Միշտ գիտեի, որ նա այդ ուժն ունի։ Պարզապես պետք էր հայտնաբերել։ Երբ Մարիամը ծննդաբերեց դեկտեմբերի անձրոտ գիշերը, նա մենակ չէր։ Տիկին Կարինեն նրա կողքին էր, բռնելով նրա ձեռքը։ Հելենան մանկաբարձն էր։ Եվ նրա երեք եղբայրները անհամբեր սպասում էին սպասասրահում, նյարդային, կարծես իրենք լինեին ծնողները։ Դավիթին տեղեկացրին, նա ժամանեց հիվանդանոց, բայց հեռվից մնաց, հարգելով այն տարածքը, որ Մարիամը խնդրել էր։ Նա որդուն կտեսներ ավելի ուշ, երբ ամեն ինչ հանգիստ կլիներ, երբ Մարիամը պատրաստ կլիներ։ Ժամեր 10 ծննդաբերությունից հետո անձրոտ կիրակի առավոտյան ժամը 4-ին ծնվեց Գաբրիել Ալավերդյան Հարությունյանը։ 6 կիլոգրամ 300 գրամ մաքուր հրաշք։ Երբ Մարիամն առաջին անգամ բռնեց որդուն, նայելով այդ փոքրիկ կատարյալ դեմքին, նա լացեց։ Բայց դրանք տխրության կամ ցավի արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության, հույսի, անվերապահ սիրո արցունքներ էին։ Այս մեկը, նա շշնջաց երեխային, կմեծանա, իմանալով, թե ինչ է իրական սերը։ Կմեծանա, տեսնելով մորը ուժեղ, ոտքի կանգնած, պայքարող։ Կմեծանա, շրջապատված հորեղբայրներով, ովքեր սիրում են նրան, տատիկով, ով մաքուր ուժ է։ Եվ կմեծանա, իմանալով, որ անկախ նրանից, թե քանի անգամ է կյանքը քեզ գցում, դու միշտ կարող ես ընտրել ոտքի կանգնել։ Գաբրիելն առաջին անգամ բացեց իր փոքրիկ աչքերը, նայեց մորը, այդ պահին Մարիամը գիտեր, որ ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր անքուն գիշեր, յուրաքանչյուր ցավի պահ։ Որովհետև ամեն ինչ հանգեցրել էր այստեղ։ Մինչ այդ կատարյալ երեխային իր գրկում։ Մինչ իր ավելի ուժեղ տարբերակին։ Հաջորդ ամիսներին կյանքը նոր ռիթմ գտավ։ Մարիամը նվիրվեց մայր լինելուն, ինչպես նա իր աշխատանքին, որպես խոսնակ խորհրդատու։ Նրա շարժումն աճում էր։ Նա ստեղծել էր առցանց աջակցության խումբ, որն արդեն հազարավոր կանայք էին, կիսվելով պատմություններով, միմյանց աջակցություն առաջարկելով, սովորելով ճանաչել մանիպուլյացիայի բռնության նշանները։ Դավիթը կատարեց իր խոսքը, փորձելով ներկա հայր լինել։ Նա պարբերաբար այցելում էր Գաբրիելին, միշտ հարգելով Մարիամի սահմանները։ Նա թերապիա էր անցնում, փորձելով հասկանալ իր սեփական թուլություններն ու անվստահությունները։ Դա դանդաղ գործընթաց էր, նա գիտեր, որ տարիներ կպահանջվեն վերականգնելու ցանկացած տեսակի վստահություն։ Բայց առաջին անգամ երկար ժամանակ անց նա փորձում էր անկեղծ լինել ինքն իր հետ։ Վերոնիկան անհետացավ ուշադրության կենտրոնից։ Վերջին լուրը նրա մասին այն էր, որ նա տեղափոխվել էր մեկ այլ քաղաք, փորձելով նորից սկսել, հեռու ուշադրության կենտրոնից սկանդալից։ Նրա բարը վաճառվել էր, նրա պարտքերը մարվել էին, բայց նրա հեղինակությունը երանում ոչնչացվել էր, վերականգնման ցանկացած հնարավորությունից դուրս։ Գալայից 1 տարի անց Մարիամին հրավիրեցին դասախոսություն կարդալու նույն Մարիոթ հյուրանոցում, որտեղ ամեն ինչ տեղի էր ունեցել։ Դա կանանց հզորացման հոգեկան առողջության վերաբերյալ միջոցառում էր, նա գլխավոր խոսնակն էր։ Բարձրանալով նույն բեմ, հիմա Գաբրիելին գրկած բացման ելույթի ժամանակ, մինչ տիկին Կարինեն նրան բռնում էր անմիջապես հետո, Մարիամը նայեց լեփ-լեցուն հանդիսատեսին։ Հարյուրավոր կանայք կային, բոլոր տարիքի, բոլորը այնտեղ, լսելու նրա պատմությունը, կիսվելու իրենց սեփականներով։ 1 տարի առաջ ես առաջին անգամ էի այս բեմում, նա սկսեց, գրելով ամիսների ցավի, նվաստացման լռության բեռը։
Ես հղի էի վիրավորված, բայց հիմնականում հոգնած մի բեռը մենակ կրելուց, որը երբեք իմը չէր։ Նա նայեց Գաբրիելին, մոր գրկում, ով նստած էր առաջին շարքում։ Այսօր ես վերադառնում եմ այստեղ որպես մայր, որպես վերապրող, որպես այն ուժի վկա, որը գոյություն ունի, երբ կանայք որոշում են այլս լուրջ չմնալ։ Եվ ուզում եմ յուրաքանչյուրիդ ասել. ձեր պատմությունը կարևոր է։ Ձեր ցավը, ձեր մեղքը չէ։ Եվ ձեր քաջությունը առաջ շարժվելու, ոտքի կանգնելու, պայքարելու դա է, ինչը սահմանում է ձեզ։ Ոչ թե նրանց սխալները, ովքեր ձեզ վնասել են։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Կանայք լացում էին, գրկում էին միմյանց։ Եվ Մարիամը, նայելով այդ ամենին, հասկացավ, որ գտել է իր նպատակը։ Ոչ միայն բուժքույրությունում, թե նա դեռ սիրում էր այդ մասնագիտությունը, այլ կանանց օգնելու մեջ, գտնելու իրենց սեփական ուժը, իրենց սեփական ձայնը։ Նրա եղբայրները հանդիսատեսի մեջ էին, հպարտ, ինչպես միշտ։ Ռուբենը, իր լուրջ կեցվածքով, բայց արցունքոտ աչքերով։ Ֆիլիպը, իր վերլուծական ձով, բայց ակնհայտորեն հուզված։ Լոնը, ամեն ինչ ձայնագրելով հեռախոսով, հետո տեղադրելու ուղերձն ավելի տարածելու համար։ Եվ տիկին Կարինեն Գաբրիելին գրկած նայում էր դստերը բեմում, մոր այն հպարտությամբ, որը խոսքերի կարիք չունի։ Նա մեծացրել էր մարդիկ։ Մի կին, ով ընկավ, բայց ոտքի կանգնեց։ Մի կին, ով լռեցվել էր, բայց գտավ իր ձայնը։ Մի կին, ով կոտրվել էր, բայց վերակառուցվեց ավելի ուժեղ։ Դասախոսությունից հետո Մարիամին շրջապատեցին կանայք, ովքեր ուզում էին խոսել, պատմություններ կիսել, խորհուրդներ խնդրել։ Նա յուրաքանչյուրին լսում էր համբերությամբ կարեկցանքով։ Որոշ պատմություններ նման էին իրենինին։ Մյուսները տարբեր էին, բայց կրում էին ցավի հաղթահարման նույն էությունը։ 20-ամյա մի երիտասարդ կին ամաչկոտորեն մոտեցավ։ Ես տեսա ձեր ելույթը գալաում անցյալ տարի, նա ասաց։ Ես սարսափելի հարաբերությունների մեջ էի, կարծելով, որ դա իմ մեղքն է, որ ես արժանի եմ այդ ամենին։ Բայց երբ ձեզ տեսա այնտեղ, հղիի ուժեղ, պատմելիս ձեր ճշմարտությունը, ինչ-որ բան փոխվեց իմ մեջ։ Մեկ շաբաթ անց ես հեռացա։ Եվ այսօր ես այստեղ եմ, վերակառուցելով իմ կյանքը, ձեր շնորհիվ։ Մարիամը գրկեց աղջկան, արցունքներով աչքերում։ Դա իմ շնորհիվ չէր, նա ասաց։ Դա ձեր շնորհիվ էր։ Ես պարզապես կայծ վառեցի։ Բայց դուք էիք, ով քաջություն ուներ գործելու։ Այս պատմությունները կրկնվում էին։ Կանայք, ովքեր թողել էին թունավոր հարաբերությունները։ Կանայք, ովքեր բռնություն էին դատապարտել։ Կանայք, ովքեր նորից սկսել էին սովորել, աշխատել, երազել։ Բոլորը Մարիամին էին վերագրում իրենց քաջության մի մասը։ Եվ Մարիամը համեստ, ինչպես միշտ, այդ վերագրումը վերահասցեագրում էր նրանց։ Որովհետ ի վերջո, դա էր կարևորը։ Ոչ թե հերոսուհի, այլ շարժում։ Ոչ թե մեկ ձայն, այլ հազարավորներ։ Ոչ թե մեկ պատմություն, այլ անթիվ պատմություններ ցավի, որը վերածվել էր ուժի, լռության, որը վերածվել էր ճիչի, զոհերի, որոնք վերածվել էին վերապրողների։ Երբ միջոցառումն ավարտվեց, Մարիամը վերջապես վերադարձավ տուն ուշ գիշերով, հոգնած, բայց իրականացված, նա Գաբրիելին դրեց օրորոցում քնելու, համբուրեց նրա փափուկ ճակատը շշնջաց. Մի օր, երբ դու մեծանաս, ես քեզ ամբողջական պատմությունը կպատմեմ։ Ես քեզ կպատմեմ այն կնոջ մասին, ով քո մայրն էր, մինչ դու ծնվելը։ Թե ինչպես նա ընկավ, բայց ոտքի կանգնեց։ Թե ինչպես իր սերը քո հանդեպ նրան ուժ տվեց դիմակայելու այն, ինչ անհնար էր թվում։ Եվ դու կմեծանաս, իմանալով, որ անկախ նրանից, թե ինչ է կյանքը քեզ բերում, դու միշտ ընտրություն ունես։ Ընտրություն, ոտքի կանգնելու, պայքարելու, արժանապատվորեն ապրելու։ Նա լուր դուրս եկավ սենյակից, տեսավ տիկին Կարինեին հյուրասենյակում, թեյ պատրաստելիս, ինչպես միշտ անում էր այն գիշերներին, երբ այնտեղ էր մնում, օգնելով երեխայի հետ։ Հպարտ եմ քեզանով, դուստրս, մայրն ասաց, Մարիամին բաժակը տալով։ Սովորել եմ լավագույնից, Մարիամը պատասխանեց, գրկելով մորը։ Եվ այնտեղ այդ պարզ, բայց սիրով լի տանը շրջապատված իր ընտանիքով իր որդին կողքի սենյակում քնած, Մարիամը հասկացավ, որ գտել է մի բան, որը Դավիթը, Վերոնիկան բոլոր դժվարությունները չկարողացան խլել իրենից։ Իր սեփական ուժը, իր սեփական ինքնությունը, իր սեփական արժեքը։ Ապագան դեռ անորոշ էր։ Դժվարություններ կլինեին, անշուշտ։ Մենակ մայր լինելը հեշտ չէր լինի։
Շարունակել իր աշխատանքը, օգնելու այլ կանանց, կպահանջեր հուզական էներգիա, որը երբեմն չէր ունենա։ Եվ ամբողջովին մարսել այն ամբողջ տրավման, որն ապրել էր, տարիներ կպահանջեր թերապիայի ինքնարտացոլման համար։ Բայց առաջին անգամ երկար ժամանակ անց Մարիամը նայում էր ապագային ոչ թե վախով, այլ հույսով։ Ոչ թե ամոթով, այլ հպարտությամբ։ Ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող։ Որպես մարտիկ։ Որպես այն կինը, ով ընտրեց լուրջ չմնալ, ով ընտրեց պայքարել, ով ընտրեց ոտքի կանգնել, նույնիսկ երբ ամեն ինչ դավադրություն էր նրան գետնին պահելու համար։ Եվ դա, ի վերջո, ամենակարևոր հաղթանակն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք այս մարտիկ կնոջ ճանապարհից, ով իր ցավը վերածեց ուժի, իսկ իր լռությունը շարժման, հիմա դրեք ձեր հավանումը։ Բաժանորդագրվեք ալիքին, ամեն օր ստանալու նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը։ Եվ մեկնաբանություններում պատմեք Մարիամի պատմության որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք նրա քաջությունը գալաում էր։ Վերոնիկայի ստերի բացահայտումը։ Կամ թերս փոքրիկ Գաբրիելի ծնունդը նոր սկզբի հույսը։ Մենք շատ ենք ուզում իմանալ ձեր կարծիքը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք պատմություններ, որոնք հուզում են, ոգեշնչում են, ստիպում ձեզ մտածել այն ուժի մասին, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կդիպչի ձեր հոգուն։